Էլ Սերժ չկա, Շարմազանով չկա, Աշոտյան չկա, Հանրապետական չկա։ Ախպերանները ինչ ես արել։ Հենց դուք եք, в принципе, բերել Նիկոլին։ Կանգնեց ասեց ամեն ինչ բրծած է, հոկտեմբերի 10-ին, բա իմ կռիվ իր այդ ի՞նչն է։ Գրկախառնվել եք, դարձել եք իրանց ձեզանից մեկը։ Ես այդքան մարդու մոտ ասում եմ, ինչ են քեզ առաջարկում։ Սա 5+2։ Դուք անկեղծ մտածում եք, որ 19 թվականին կարար գար տենց խաղաղություն։ Մեր ժամանակ որ դրա մի տոկոսն էր, Ամերիկայի դեսպան իմ կաբինետից դուրս չէր գա։ Շատ են բաները, որոնց հետ համաձայն չեմ։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասներ, շնորհակալություն, որ YouTube-ում մեզ հետ եք, կարող եք նաև պրոբկեքի մեջ մեզ հետ լինել ձայնային, բայց եթե ձեր ավտոն է նոր ժամանակակիցներսը, նաև YouTube-ը կարաք պրոբկեքում դիտել, իսկ այսօր մեր հյուրն է Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ու մենք հիշում ենք, մենք մի անգամ ենք հարցազրույց ունեցել, դա արդեն 13 տարի առաջ էր։ Ու այն ժամանակ նա տարօրինակ բան ձեր մասին պարզեցինք, ուզում եմ հարցնեմ էդի պահպանվել է, թե չէ։ Այն վաղ ասացիք, որ ամեն առավոտ 60 հատ ժիմ եք անում։ Դա շարունակվում է այս 13 տարի։ Չեմ հաշվում, բայց էլի անում եմ, հա։ Okay, դե լավ է, որ չեք փորձրել։ Всё, это էլ քորը։ Okay. Okay. Ես նայեցի վերջին ձեր հարցազրույցը Factor TV-ում, որպեսզի չկրկնվեմ։ Ես գիտեմ ինչքան է ներվերին ազդում մարդկանց, որ նույն հարցը տալիս են, բայց դե մեկը պետք է կրկնվեմ, որովհետև շատ պատասխաններից ես զգացի, որ բռնվելու տեղ կա, էլի կարելի է շարունակել։ Որոշ բաներ հասկանալի է, չեք մասնակցում ընտրությունների, չնայած այնտեղ sense մի հատ բաներ կար, արդարացում չէ, բացատրություն, որ եթե ճիշտ գրագետ աշխատանք անեինք, կարող էինք շեմը հաղթահարել, բայց ամեն դեպքում ասում են, որ թարմ ուժեր են պետք, մենք որպեսզի չխանգարենք թարմ ուժերին, անդադ քննադատում են, հները խանգարում են նոր ուժեր գան, մենք հետ ենք քաշվում։ Հիմա ես դա չեմ հասկանում, այսինքն եթե թարմ ուժերին չթողնեիք, պետք է խեղդվեին թարմ ուժերը ու դուք տենց կարող եք ցես գալ, վերցնել, բայց չէ, տենց թող թարմ ուժերը փորձեն, թե գուցե всё-таки վերլուծել եք, հասկացել եք, դե всё էլի մաքսիմումը արել ենք ինչ կարող ենք, հիմա ուղղակի չգիտեմ, հոդվածներ կգրենք, վերլուծականներ կգրենք, տենց ինչ որ ամփոփագրեր կգրենք, բայց ակտիվ չենք մասնակցի։ Որ փուլում եք ձեր կյանքից գտնվում ՀԿ-ի։ Բարև ձեզ, Ժողովուրդ ջան, Հարություն ջան, Սերգեյ ջան, նախ ուրախ եմ ձեզ մոտ հյուրընկալվելու։ Տարիներ առաջ եմ, արդեն 10-ամյակից առաջ եմ եղել ձեր մոտ, ուրախ եմ ձեր նոր տաղավարում։ Շնորհակալ եմ տենց հարցերի համար ու անկաշկանդ կարաք տենց բան մի արեք, ազատ հարց տվեք, ոչ մի խնդիր չկա։ Այսա քանի գինին գնա։ Առանց չէ, գինին որ գնա կարող է չարաշահեք, դրա համար In vino veritas։ Հին հույներն ասում են ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, հիմա սկսեմ ձեր հարցից։ Իհարկե, սա ծանր որոշում է տրվել։ Ես ընտրություններին չմասնակցելու մեր ուղղակի չմասնակցելու հանրապետականի որոշումը ինքը 2.5-3 ամիս քննարկող որոշում ա եղել ու այնպես չէ որ բոլորը նույն կարծիքին են եղել։ Ես չեմ հիշում մեր կուսակցությունում ավելի բուրըն քննարկում։ Ու քննարկումների արդյունքում եկել ենք հասել ենք այդ որոշման եւ նախագահն էլ իր համագումարի ելույթում ասեց, որ կուսակցության մի մասի սրտով չի եւ դա բնական է, որովհետեւ ժողովրդավարական Հարկաս, ունենալք 18 թվականից հետո ժողովրդավարական քննարկումներ են, շատ անկեղծ զրույց է։ ամեն մեկը իր կարծիքն ունի, ես էլ ասել եմ, որ ես եղել եմ այն մարդկանց թվին եմ պատկերացնել, որ կարծում են, որ ճիշտ է ընտրություններին մասնակցելներ։ Հա, ես։ Բայց մյուս կողմները շատ համոզիչ կամ փաստարկված գնահատականներ տվել է եւ եկել ենք որոշել ենք, որ չենք մասնակցում ընտրության։ Հիմա ասեմ, ինչով է պայմանավորված մեր որոշումը։ Ունենալով իմ կարծիքը, ես կուսակցության որոշման մասին ասեմ։ Տեսեք, այնպես չի, որ հանրապետականը եթե լավ աշխատեր։ Ես ինչ ասում եմ հիմա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Հիմա կարող է դուք լրիվ ունենաք այլ կարծիք, նույնիսկ այլ հանրապետականներ ունենան այլ կարծիք։ Իմ կարծիքով մենք պետք է շատ վատ աշխատեինք եւ որ 4%-ը չհաղթահարեինք։ Այսինքն մենք պետք է շատ վատ աշխատեինք, որ 4% չհաղթահարենք, որտեղ իմ սուբյեկտիվ կարծիքով Նաև սոցիոլոգիան է դա ցույց տալիս, մենք լրիվ հնարավորություն ունենք ոչ միայն 4%-ը, այլ հələ մի 2%-ը զապասով անցնենք։ Սա իմ կարծիքն է։ Այ մի տոկոս մոտավորապես։ Դե հիմա դա է տալիս բաներ կան, որտեղ 6% էին տալիս, հիմա այնպես չի էլի։ Երկրորդը, այդ սոցիոլոգիան ինքը մի քիչ բարդ բան է, էլի։ Երկրորդը
Բայց մյուս մասը, եթե մենք համոզված ենք, որ ամեն ինչ տեն սաղ պայծառ է, ամեն ինչ լավ է, ու կարող է չփոշյանա ձայները 100% եթե գարանտիա լիներ, համոզված եմ կարող է գնայինք, բայց 100% գարանտիան որևէ մեկը չունի, էլի։ Բայց կրկնում եմ, մեր թիմը, մեր փորձը, ճիշտ աշխատանքը, սա իմ կարծիքն է, մենք 4 չէ 5-6 էլ կանցնենք, մանավանդ հիմա սուր ընդդիմության, արմատական ընդդիմության կարիք կա։ Մանավանդ իշխանությունն էլ դասերելու էր, մենք հասկանում ենք, որ իշխանությունը գնում է նախկիններ ներկայի այդ բանաբեճով, իշխանությունը դասերելու էր ու հանրապետականը կամա թե ակամա գալու էր կանգներ այդ կիզակետում։ Հիմա դա լավ կազդեր թե վատ կազդեր, ես կարծում եմ, որ պարլամենտ ասնելու համար դա շատ որևէ խնդիր չէր լինի։ Հիմա գամ հաջորդը, ես ասեմ, հիմա հերթով եմ ասում էլ։ Բայց հանրապետականը ասել է, որ իր նպատակը ազգային պետության անկախ պետականության պահպանությունն է, իսկ դրան հասնելու համար լավագույն ճանապարհը իշխանափոխությունն է։ Այսինքն, եթե չկա իշխանափոխություն, դու հնարավորություն չունես գնաս իրականացնես քո ծրագրերը։ Երբ որ ես ասում եմ, ես կողմ եի, որ գնանք ընտրությունների, դա չի նշանակում, որ ես ասում եմ, ես ուզում եմ մանդատ ստանամ։ Այստեղ մի քիչ Գալուս Սահակյանավարից ստացվեց, ասինքն, բայց այդ ձևն է, էլի։ Ասինքն, ես ինչ չեմ տեսնում մի պարլամենտում, որի ղեկավարը կլինի այսօրվա իշխանությունը, եւ մենք պետք է գնանք այնտեղ, ասինքն մեկը մեկին դավաճան ասի, մեկը կապիտուլան, մեկը կոշիկ շպրտի, մեկը կռիվանի, հասկանում ես, բայց մեր նպատակը քանի որ իշխանափոխությունն է, ես կարծում եմ, որ հիմա մենք պետք է մեր ուժերը ներդնենք, որ լինի այդ իշխանափոխությունը։ Հիմա մեր առաջին նպատակը ո՞րն է եղել։ Մենք ուզեցել ենք մեր սեփական օրինակով ցույց տանք, որ մենք կուսակցամոլ չենք, մեզ համար կուսակցությունը, մանդատը, պաշտոնը որևէ մեկին չվիրավորելով նպատակ չի։ Այո, մենք շատ ռեալ ենք գնահատում մեր ուժերը, Սերգեյ ջան, մենք չենք ասում մենք մի 20% զեն ունենք, պրոստը չէ։ Մենք ռեալ ենք գնահատում մեր ուժերը, մենք կարող ենք անցնել, կարող ենք չանցնել։ Իմ կարծիքով մենք չանցնելու, այսինքն անցնելու խնդրեմ չունենք, բայց մենք էլ կարող է մտածել, որ ունենք։ Դրա համար չեմ բանավիճում։ Քանի որ մեր գլխավոր նպատակը իշխանափոխությունն է եղել, մենք գտնում ենք, որ մենք մեր սեփական օրինակով հետ ենք քաշվում, բայց հետ քաշվելը, չառաջադրվելը, չմասնակցել չէ։ Մենք ուղակի չենք առաջադրվում, բայց մենք քարոզարշավ ենք անելու, որպեսի ընտրողը Հայաստանի քաղաքացին ակտիվ մասնակցի ընտրություններին, ինչու ստեղ էլ է շատ կարևոր, որովհետև ակնհայտ է մի բան, եթե Իավկան փոքր եղավ, շատ մեծ է շանսերը, որ Փաշինյանը վերարտադրվի։ Նու մասնագետներն են դա ասում, ես էլ իմ քաղաքական փորձից կարող եմ ասել, որ Իավկայի բարձր լինելու պարագայում Նիկոլ Փաշինյանի շանսերը վերարտադրվելու քչանում են, չեմ ասում զրոյանում են, բայց քչանում են։ Հետևաբար մեր խնդիրն է նպաստել նրան, որպեսզի մեր ընտրողները գնան ընտրատեղամաս եւ չքվարկեն Նիկոլին։ Հիմա երկրորդը, քանի որ նույն սոցիոլոգիան, որը այս տարիների ընթացքում տղեկ ջան ցույց է տվել, որ գրեթե 1% է էլի շեղում եղել, այդպես մեծ շեղում չի եղել, ցույց է տվել, որ մեր ընտրողների ճնշող մեծամասնությունը, նույնիսկ եթե հանրապետականը չի մասնակցում, ինքը չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանին։ Այստեղ մենք չենք կարող էլի ասենք, եթե մենք չենք մասնակցում, մեր ձենը գնում է Նիկոլին։ Ասինքն ինքը երկրորդ բանով, դրա մեջ դες չունի, երկրորդ ընտրությամբ, երկրորդ վիբրով ինքը գնալու է ընդդիմությանը ցայն տալ։ Հիմա մենք ինչ ենք ասում, այս այլ հարց է գալի, ասում են ախպեր ջան, հիմա դե ընդդիմություն 3, 4, 5, 10 ընդդիմադիր ուժեր կա, ում ցայն տանք։ Ես ինչ եմ ասում, ասեմ առաջինը, պետքա ցայն տալ այն ուժերին, ովքեր 4%-ի հաղթարման խնդիր չունեն։ Որովհետեւ եթե դու ունես 4%-ի հաղթարման խնդիր, վտանգը շատ մեծ է, որ գուցե տալու ես փոշի ասես, հաջողում ես 3 կուսակցություն 3.8 կամ 3.9 եղան, ինչքան զենա փոշի անում։ Հետևաբար պետք է ձայն տալ այն 1, 2, 3, չգիտեմ ինչքան, ես իմ համար գոնե գիտեմ, էլի, այն ընդդիմադիր ուժին, որի ձայնը չի փոշի անա, եւ որին դու ավելի կամերացնես նրա դիրքերը։ Դրա մասին էր ձեր ուժեղ Հայաստանի հանրահավաքին մասնակցելը ու ձեզ դուր չի գա մեր հաղորդումը, որ այսօր է դուր գալու, բայց հա, նաև ձեր ներկայությունը որոշակի մարդիկ են, որ ուժեղ Հայաստանը փորձում է դիրքավորվի, որ մենք ոչ մեկի հետ կապ չունենք, նոր ուժ ենք, բան ենք անում,
Դուք այնտեղ գնալով ոնց որ չեք ասում, չէ, օքեյ է, մենք իրանց հետ ենք, այդ չեք վախենում, որ հակառակ էֆեկտ ունենա։ Մենք վախենում ենք հայրենիք կորցնելուց Նարեկ ջան, որի ճանապարհին ենք արդեն դες լավ մտել ենք այդ լաբիրինթոսի մեջ ու ոնց որ դուրս չենք։ Այդ մեր գլոբալ վախն է, բայց հիմա մասնավոր դեպքի մասին։ Տեսեք, այստեղ խնդիրը ուժեղ Հայաստանին աջակցելու կամ չաջակցելու մասին չի։ Կրկնում եմ, Հանրապետական կուսակցությունը 18 թվականից առաջին դիմադիր ուժն է, որը կոալիցիա չի կազմել Նիկոլի հետ, իսկ 20 թվականից հետո չի եղել որևէ փողոցային պայքար, համոզված եմ դուք էլ եք տեսել, որտեղ Հանրապետականը կիսակետում չդնի։ Եվ հայնեկի փրկության շարժման ժամանակ, եւ դիմադրության շարժման ժամանակ, եւ սրբազան շարժման ժամանակ Կարանքում Արցախի հայաթափման, բռնի հայաթափման ժամանակ կոմիտեի կար շարժում եղավ։ Հիշում եմ, այն որ ձեզ քննադատում էին Նայիրի Հոխիկյան, հենց այն մենք դեռ կանք, դուք այդ օրը Հա, ես նույնիսկ դա։ Այո, ես եթե 10 հոգանոց միտինգ ա եղել, հա։ եթե հանրա, ես միշտ ընդե եմ եղել։ Այսինքն սա մեր խնդիրն է։ Քանի որ այդ հանրահավաքը միասնության հանրահավաք էր եւ ընդդեմ այս իշխանությունների, ես այնտեղ պետք է լինեմ։ Ավելին, հիմա ապրիլի 23-ին հələ չեմ լսել կա թե չէ, բայց կարծում եմ կլինի ջահերով երթա լինելու, ես էլ իմ կուսակցական ընկերների հետ այնտեղ եմ լինելու։ Չնայած որ դա կապ չունի։ Հայաստան դաշինքի հետ դա իմ համար կապ չունի։ շատ լարված է։ Դաշնակցության հետ ես ունեմ շատ լավ հարաբերություններ, Հայաստան դաշինքում էլ ունեմ ընկերներ, ինչպես բոլոր ընդդիմադիր ուժերում։ Բայց ել եմ ասում, խնդիրը իշխանապողությունն է։ Մենք մեր սեփական օրինակով ցույց ենք տալիս, որ մենք կարողանում ենք կամ փորձում ենք մեր եսը ստորադասել ընդհանուր մենքին։ Իսկ հիմա մեկը այսպես կասի, մեկը այնպես կասի, ես հիմա տարբեր մարդկանց տարբեր ձև են վերաբերում, ես էլ ոչ այն տարիքում եմ, ոչ էլ են քաղաքական նորելուկն եմ, որ տեն շատ մտածեմ ոնց է ինչա, իհարկե ես էլ եմ պլյուս մինուս անում, որ իմ գործողությունները ավելի շատ օգուտ բերեն, ոչ թե վնաս բերեն, ես համարավակում եղել եմ, ոչ բացի ժողովրդի դրական շոփ բաներից այդպես խնդրի չկա, մի մեկը դա նիկոլականները կանան ասեմ, մեկ էլ մի քանի հոգի բախի են գնում, բախի չէ։ Ես որպես քաղաքացի, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, բա պետք է ինդիմության հանրահավաքին ելեմ։ Բա Նիկոլի հանրահավաքին չեմ մնելու։ Զարմաց եք, եթե հանրապետականները ուրիշ տեղ լինեն, որտեղ կա մասսայական, իսկ պայքար, փողոցային պայքար, շատ բնական է, որ մենք այնտեղ լինենք։ Իսկ մեկը այսպես կասի, մեկը այնպես կասի, Նար ջան, ես տենց օքեյ։ Okay, ձեր կուսակցության նկատմամբ քննադատությունը ոնց որ ես ճոգել եմ երկշերտ է։ Մի կողմից կա դե այն ժամանակ, չգիտեմ, կոռուպցիա, չարաշահումներ։ Մերը կոռուպցիան է, հա։ Մերը կոռուպցիան է, հա։ Եվ դրա հետ ասոցացվող բոլոր այդպես չար երևույթները, այդպես շատ չեմ ուզում դառնացնեմ սպահին։ Մյուս կողմից քննադատությունը այնա, որ հասցրեցիք նրան, որ ժողովուրդը բերեց սրան, այսինքն հերիք չի վատ էր ինչ-որ կառավարման պրոցեսները, այլ մի հատ էլ հենց դուք եք պրինցիպի բերել Նիկոլին ու հիմա մի տեսակ շատ դավոլնի եք, էլի խոսում, մեր ժամանակ այս դիրքերը կային, միջազգային մեր դիրքերը բան ու հիմա բան, բայց այս ինչ-որ հիմա կա, նաև ձեր բերածն է, էլի, ոնց որ դուք գիտակցում եք, որ սա ձեր բերած մարդն է, ոչ թե ուղղակի, այլ ոնց որ անուղղակի Побочный էֆեկտ որպես։ Տեսեք, Սերգեյ ջան։ Ես այս 8 տարվա ընթացքում շատ ժամանակ եմ ունեցել մտածելու 18 թվի իրադարձությունների մասին։ Ինչ հանգեցրեց 18 թվականին, որոնք էին պատճառները, որն է օբյեկտիվ քննադատություն եւ մեղադրանք մեր հասցեին, որը չափազանցված, որը սուտ։ Հիմա ես ինչ էլ ասեմ, սա զուտ իմ կարծիքն է, էլի, ես հասկանալի է։ Չեմ հավակնում վերջին ճշմարտությունը ասելու։ Բայց տղեկ ջան, իմ ցանկացած խոսքի մեջ փաստ է դրված։ Ոչ թե էմոցիա, ոչ թե լսել, ոչ թե բան ասենք, ես ասեմ։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունում 96 թվականից հետո, Տեր-Պետրոսյանի երկրորդ նախագահական ընտրություններից հետո, նույնիսկ 95-ի պարլամենտականից հետո, մշտապես լեգիտիմության խնդիր եղել է, խնդիրներ եղել են իշխանության համար։ Ինչ եմ ասում Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունից, որ ես այն ժամանակ Վազգեն Մանուկյանը երիտասարդական շտաբի անդամ է, ճիշտ անկուսակցական է, նույնիսկ հացադուլ եմ արել Տեր-Պետրոսյանի ու այդ ընտրությունները հինակություններ բան սկսեցին մասնակցել։ Այո, այդ ժամանակը ու բնականաբար խնդիրներ կային, մյուս կողմից Հայաստանը այն տարածքն էր, որտեղ Արևմուտքը, Ռուսաստանը
կամ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, ու գնալով շատ ավելի թեժանում էր պայքարը Հարավային Կովկասի համար։ Եթե հիշում եք 2003 թվականին ռևոլյուցիա Ռուսգրուզիա Վրաստանում, տենց այդ բաները կար։ Այսինքն մի կողմից կար օբյեկտիվ դժգոհություն, իհարկե կային կոռուպցիոն երևույթներ, ժողովրդի ակնկալիքները իշխանությունից շատ էին, կային անարդարություններ, հիմա ես որ կանեմ ասեմ անարդարություն չի եղել, կոռուպցիա չի եղել, էս չի եղել, ասեք այստեղ են ախպեր Դաժե Արտեմիսը նորալ ուստից իջել Արտեմիս 2-ի հետ, էլի, չէ։ Դա եղել է, բացառիկ գլոբալ բան։ Մի կարևոր խնդիր կար, քանի որ Հայաստանը միշտ կամ ընտրություններով էր իշխանություն փոխվում, ընտրություններով իշխանություն չէր փոխվում։ Մեր մոտ մինչև այդ եղել էր ընդամենը մեկ հրաժարական, Տեր-Պետրոսյանի հրաժարականը, որին ժողովուրդը մասնակից չի եղել։ Ինքը ստորագրել է հրաժարականատվել, իհարկե ուներ լեգիտիմության խնդիր Տեր-Պետրոսյանը, գնացել է նոր իշխանությունն է եկել։ Մի բան ակնհայտ է, որ 30 տարվա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժգոհությունը եկել կուտակվել էր։ Սա ակնհայտ է։ Բայց երբ որ մյուս կողմից ասում են, դուք ասում եք այն ժամանակ սենց էր, այն ժամանակ նենց էր, մենք երբ որ ասում ենք մեր ժամանակ ինչ ա եղել, մենք առաջնային խնդիրը նկատի ունենք պետության անվտանգային իրավիճակը։ Մի բան ակնհայտ է, մինչև 18 թվականը մենք ունեցել ենք երկու հայկական պետություն, ստաց ես դասել եմ ուղիղ Նիկոլ Փաշինյանին։ Շատ նորմալ, հարգալից փոխադարձ, հարգալից զրույցը։ Մենք հանդիպել ենք, ես իրան ասել եմ, ինքը որ սկսեց էլի փորձել բան իր բնավորության համաձայն։ Որ թվին եք 20 թվականի պատերազմի օրին հոկտեմբերի 12-ին։ Ու մենակ չենք եղել։ Երբ որ ընկերությունները, Այո, հա, ես իրան ինքը էլի փորձեց բողոքել բանակցային ժառանգությունից բամա, ես իրան ասել եմ Իվարկյան, ասեմ պարոն Փաշինյան, մենք ձեզ թողել ենք երկու հայկական պետություն 42000 քառակուսի կիլոմետրով, ճիշտ է, բա, ասի դե կտեսենք դուք քեզնից հետո ինչ ես թողելու։ Պետության ղեկավարներին այդ էմոցիան, մեմոցիան, այդ ընթացքը արդյունքով են Ռուսաստանում ասում են в политике главное не болтовня, а эффективность։ Ռեզուլտատ, կտենանք ինչ ես թողում։ Բայց հիմա դրան չեմ գալի։ 18 թվականը, տղեկ ջան, իմ խորին համոզմամբ դասական գունավոր հեղափոխություն էր։ Երբ որ ես ասեմ գունավոր հեղափոխություն, իմ օպոնենտներն ասում են ժողովուրդը դժգոհ է, իհարկե։ Այդ ինչի այդ ո՞ր երկրում գունավոր հեղափոխություն առանց ժողովրդի չի ելնում։ շատ գոհ է։ Գունավոր հեղափոխությունները ելնում են միանշանակ օգտագործում են ժողովրդի դժգոհությունը, բայց նույն ընկալումը բացասական, օրինակ կա կոռուպցիա, X չափով կոռուպցիա պայս երկրում։ Բայց կոռուպցիայի ընկալումը մեր մոտ 10x էր դարել։ Այսինքն մի բան է ընկալում, մի բան է իրական։ Իրական կոռուպցիան կար, իրական անարդարությունը կար, բայց լսենք 2x էր, բայց մարկած ընկալումը 12x էր։ Բայց որոշ դրվագները մի բան է, ձեր չհամաձայն ոնց էր ագին սերտաճած էիք նաև բիզնեսի հետ։ Օրինակ ես վերջերս հիշում եք այդ Փաշինյանը որ հանդիպեց խոշոր գործարանների հետ, դե մի քանիսը ձեր կուսակցական կարկառ ու հիմա իր տարբերությունը այն է, որ ինքը իրանց շատ ավելի կախված, ստորադասված ինչ որտեղ կարգավիճակում է կարողանում պահել, իսկ դուք sense գրկախառնվել եք, դարձրել եք իրանց ձեզանից մեկը ու sense լույսի արագությամբ էլ իրանք դադարեցին լինել։ Դե հա, դա տեսեք։ Այն որ ասում է ինչպես Չեռնամիրզիները ասում է Ռուսաստանը մինչև ինչ կուսակցություն սարքում է, վերջում ԿՊՍՍ-ա դառնում։ Հետ խորհրդային տարածքների կուսակցությունները իրանք Ստացի հա ԿՊՆ-ը լրիվ այդ բանով է։ Հա, հետ խորհրդային բաների մանավանդ իշխանական կուսակցությունները ինչ որ բոլորը որ գնում ես գլոբալ առումով sense օբշի նմանուց ընդհանուր բաներ ունեն, էլի։ Բայց գամ 18 թվականին։ Տեսեք, եթե շատերը կարծում են, որ 18 թվականին ինքը բաներ կոռուպցիայի դեմ էր, արդարության դեմ էր, բան իհարկե դրանք կային։ Իմ կարծիքով այդ հեղափոխություն կոչվածը, իրոք իսկ ինքը հեղափոխություն էր ոչ թե իշխանապողություն, ես նույնիսկ իմ կուսակցության որոշ ընկերների հետ ունեմ ստեղան համաձայնություն, մեր ասում են դա հեղաշրջում էր ոչ թե հեղափոխություն, դա դասական հեղափոխություն էր գունավոր, որովհետև հեղափոխությունը ինքը փոխում է ամբողջ բանը, արժեքային համակարգը։ Այս հեղափոխությունը արվել է, Հարավային Կովկասի բալանսը փոխելու, Արցախը հանձնման կամ տալու միջոցով փոխել Հայաստանի անվտանգային ու արտաքին քաղաքական ոչ միայն վեկտորը, ողջ համակարգը, ինչն էլ եղավ։ Ում եք այդքան խանգարում, որ պետք էր ձեզ Իլհամ Ալիևն ասեց։ Իլհամ Ալիևն ասեց։ Չէ, դե Իլհամ Ալիևի Դաբրոյանի փոխվում բալանս, ինքը բարձր կուզեր։ Տեսեք, հիմա շատ արդար եմ, ազնիվ եմ ելնելու, տես։ Բոլտոն եկավ Հայաստան, չէ՞։ Ինչ ասեց։ Ասեց հայ ժողովուրդը պետք է հրաժարվի պատմական գաղափարներից։ Որոնք են այդ գաղափարները։
Դա Արցախի ըստ իս Արցախի հայկականությունն է, ինքնորոշման իրավունքը։ Ցեղասպանության Սերգեյ ջան, ավարտեմ հարցը դու։ Հա, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, եկեղեցու բացառիկությունն է, ճիշտ է, եւ հայ-ռուսական դաշինքը։ Այս 4-ն էլ հիմա չկա։ Այսինքն Արցախը հանձնվել է, ցեղասպանության միջազգային ճանաչում չկա։ Փաշինյանը կանգնում ասում է, հələ մենք պետք է հասկանանք ինչու ա եղել ցեղասպանություն, հա։ Երրորդը եկեղեցու բացառիկություն չկա, մարդիկ հակասահմանադրական կետ են մտցրել իրենց ծրագրում, դες բան չկա իր աշխարհում։ Ու Եվրոպան, Միացյալ Նահանգները լրվում են։ Մեր ժամանակ որ դրա մի տոկոսն էլ էր, Ամերիկայի դեսպան իմ կաբինետից դուրս չէր գա։ Ռիպորտը հետևից կգրեր։ Ուրեմն դες բան չկա, աշխարհիկ պետության գործադիրի ղեկավարը իր նախընտրական ծրագրում կուսակցությունը գրում է, որ վեհապարին պետք է փոխեն։ Ոնց որ ես նախընտրական ծրագիր գրեմ, ներողություն ընդհանրացած, ասեմ Սերգեյի տեղը պետք է օպերատորը գա աշխատի։ Չես ասի քո ինչ գործն է։ Հիմա դա եկեղեցու բացառիկություն, դրա ամբողջ արդյունքում Ռուսաստանի հերացում այս տարածաշրջանից կամ հայ-ռուսական դաշինքի վերաձևակերպում որպես գործընկերության եւ Հայաստանը գլոբալ առումով դնել Թուրքիայի տակ, իսկ ավելի գլոբալ առումով արևմուտքի տակ, որովհետեւ արևմուտքի թիվ 1 շահառուն եւ ՆԱՏՕ-ի թիվ 1 դաշնակից այստեղ Թուրքիան է։ Իմ համար սա է, թե չէ որ կոռուպցիա, Էրդողանից ու Ալիևից ավելի մեծ կոռուպցիոներ ու անարդարություն Բախի աշխարհը կրկնակիստաների ձենը կտրել։ Ու դա արվել է նախ եւ առաջ արևմտյան էլիտաների կողմից։ Արևմտյան էլիտաների, որտեղ Սերժ Սարգսյանը, հանրապետական կուսակցությունը բոլոր իր խնդիրներով հանդերձ եւ քաղաքականություն մեկ ասպեխի եք եվրասիական մեկ ասպեր ինչու եք սեպա, ամեն դեպքում գլոբալ առումով երբեք հարցականի տակ չի դել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Եվ պարոն նախագահն է ասել, որ բոլոր խնդիրներով հանդերձ Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից մենք չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու։ Ու քանի դեռ մենք չենք հասկացել, ես Քավլիցի խնդրի չկա, որ մենք մեղքը մեր վրից գցենք, թերացումներ չխոսանք։ Կներես, այս 8 տարվա մեջ այնքան է հանրապետականը խոսել իր սխալներից։ Մենք 2 համագումար շարունակ խոսել ենք մեր սխալներից։ Թող մեկը իր կուսակցությունում դաժե ԿՊ-ն որ Արցախը հանձնել 5000 երեխու պատճառը, մի հատ բանաձևում չկա իր սխալների մասին։ Մենք նույնիսկ այս 26 թվականի ապրիլի 4-ի համագումարում բանաձև ենք ընդունել, որտեղ այսօրվա ձախողված վիճակի համար մեր սխալները մեր բաժին պատասխանատվությունը ստանում են, բայց ես կարծեմ արդեն ժամանակն այլ բրծել է 8 տարի ասում ենք ներողություն, սխալվել ենք, ներողություն, սխալվել ենք։ Նիկոլին բերելու պահով, Սերգեյ ջան, զուտ հայկական բանով, Նիկոլին բերել են բոլոր նրանք կամա թե ակամա, ուղակի կամ անուղակի, ովքեր 10 տարի ցեխ են շպրտել մեր իշխանության վրա։ Քննադատելը մի բան է, խիստ քննադատելը մի բան է, բայց մուտիլով կանելը ցեղ շպրտելը, սուտ տարածելը, գոլկատեղից ներքև հարվածելը այլ բան է։ Ու մեզ համար, երբ որ մենք խոսում ենք, մեր կռիվը ժողովրդի հետ չի։ Այն ժամանակ էլ, երբ որ ես ասում եմ Մելիք Ադամյան 2, Տղեկ ջան, ես ժողովրդին չէի ասում, մանիպուլյացիացին, ֆռռեցին, ասում, «Այդ տեսնում ես այս Շարմազանովը հաբրգացերը ոնց է ժողովրդի հետ խոսում, ասում է բոլոր ճանապարհները, բայց այդտեղ 40%-ը ձեր այդ ֆրազայի պատճառով է եղել։ Եթե հեղափոխությունը եթե հեղափոխությունները բան, հա, թող գնան բանը, չէ, ապերոշտի ուտեն, հա։ Եթե հեղափոխության 40%-ը Մելիք Ադամյան 2-ի իմ հայտարարության համար ա եղել, ուրեմն մեր իշխանությունը սուրբ ա եղել, ախպեր ջան։ Հիմա գամ այդ Մելիք Ադամյան 2-ին, Տղեկ ջան, Մելիք Ադամյան 2-ը ասվել է շատ կոնկրետ իրավիճակում, կար X գործիչ, հիմա էլ կա, ընդդիմադիր գործիչ էր։ Ես հասկանում, գիտեմ։ Որը այն ժամանակ ունենալով պարլամենտում 15-20 մանդատ, իրանք շատ ավելի բարձր գոնդերով բաներ են պահանջում, հանրապետականը սենց չպետք է անի, նես պետք է անի, ես պետք է անի, ես էլ ասի Գեյ ջան, իշխանության ճանապարհը այս կողմով պետք է անցնի։ Ինչ դեպս իրանք ֆռռսին ասին տեսնում է իշխանությունը տալիս է տվողը ժողովուրդն է։ Եթե իրանց եկա ժողովուրդ մի վարքյա, հարց չկա, ժողովուրդն է իհարկե, բայց ժողովուրդը քվեարկել է, չէ՞, ընտրություններին։ Դե այդ ահագին վիճակվում է։ Վիճակվա չվիճակի փաստով ենք խոսում։ Կա որևէ Սերժ Սարգսյանի քանի ես նախագահության ժամանակ 2 պարլամենտական ընտրություն են կանցել 12-17 պարլամենտականից հետո է կարծեմ ոչ նախագահականը չէ դա նախագահականը չեմ ասում 12-17 բացեք եվրոպական դիտորդական առաքելությունների եզրափակիչ ելույթները
Եվ տեսեք, որևէ ԵԱՀԿ, ԺՄԻԳ-ի կամ եվրոպական կամ միջազգային որևէ կառույցի 12 թվականի պարլամենտական եւ 17 թվականի պարլամենտական ընտրությունների եզրափակիչ ելույթ, որտեղ հարցականի տակ դրվի արդյունքը։ Չէ՞ այդպես բան։ Բայց մենք ունենք բազմաթիվ նույն այսօրվա այն պատգամավոր Սիսակ Գաբրելյանի ռեպորտաժը այն ավտոբուսներից, որտեղ փողեր էին տալիս, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Զիբիլիկ Նարեկ ջան, աշխատեսած մարդ ես, դու էլ Սերգեյն էլ։ Ես որպես Թող ասեմ, հələ մի վարքյան էլի, աշխատեսած մարդ եք։ Ձեզ հայտնի է որևէ մի եվրոպական երկիր, որտեղ Վենգրիայում նոր ընտրություններ եղավ, չէ՞։ Ինչքան բաներ կար, սխալմունքներ կար, ինչքան բողոքներ Դա կար։ սխալմունքները էդ էի ուզում ասեի։ Ընտրական process-ը ես մեջը եղել եմ, էլի, որպես ամերիկյան փորձագետ, ինքը գնալով լավացել է 17 թվին։ Այդ կազմակերպչական մասը Ամեն ինչը պետք է նայես, ամեն ինչը պետք է նայես։ Այնօր նայում եմ մի հատ ամերիկյան ասեցին, մի հատ մարդիկ կային ասում են ամերիկյան տեղից փող են վերցրել ու հպարտանում էր դրանով եւ ոչ տվել են, ոչ վերցրել են, հարցը դրա մեջ չի։ Հետո տեսեք ինչ եմ ասում։ Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, ասած դանդաղ են գնում, ասենք ամեն նոր պարլամենտ ավելի լավն էր, քան նախորդը, գոնե իմ բանով էլի, ասենք որ օլիգարխիա չկար, չկար։ Ժողովրդավարության զարգացման առումով, ժողովրդավարության զարգացման ինդեքսով բոլոր միջազգային հարթակներում մեր ինդեքսը ավելի դրական է դառնում։ Պարզապես տեմպերի ակնկալիքները, տեմպերը։ Հիմա այս մարդը որ եկավ, ինչ եղավ։ Հələ մի կողմ դնեք, դժվար է չնայած մի կողմ դնել, դա մեր ողբերգությունն է, Արցախի հանձնումը, պատերազմը, այս անկախության հռչակագրի դեմ պայքարը։ Բայց այդ որ ինքը կանգնեց ասեց, կախարդական փայտիկ պետք է բերեմ, ես չպետք է 8 տարի ինքն է ղեկավարը։ Ինչքան կոռուպցիոն դեպքեր են եղել հենց իր Հայկ Մարությանը, իր նշանակած կամ իր ընտրած քաղաքապետերի աթիմակիցներ։ Միայն Մարության Հայկի ինտերվյուները, որ ինչքան միշտորթություններ են ԿՊԱ-ականներն արել, մեկ էլ Աղազարյան Հովիկի ասածները, ինչեր են արել, մենակ եթե իրանք իշխանություն են, այդքան է ինֆորմացիան դուրս գալի։ Դուք պատկերացնեք սրանք մի օր իշխանություն չլինեն, ու մեկը մյուսի դեմ ինչքան ցուցմունքներ են տալու, ինչերա պարզվելու։ Սրանք համ կոռուպցիոներ են, համ էլ հայրենիքի թալանողներ։ Էս է խնդիրը։ Իսկ մենք որ մեղքեր ունենք, համնեցել ենք, բայց ավելի մեծ մեղք ունեն նրանք, ովքեր Սերժ են մերժել։ Չէիք ուզում Նիկոլը գա, Սերժին չմերժեիք։ Ես էլի գտում եմ, որ Հայաստանի համար թիվ 1 խնդիրը այն ժամանակ էլ հիմա էլ եղել է անվտանգությունը։ Այո, եղել են գլուխը որ ցավում է, տղեկ ջան, գլուխը չեն կտրում։ Նիկոլ Փաշինյանը գլուխը կտրում է։ Ցավացող գլուխը բուժում են։ Այս թեման շատ է խոսվում, բայց երբեք իմ համար այդ պատասխանները վերջնական կամ սպառիչ չեն եղել։ Ինչի Սերժին մերժելու արդյունքում չեղավ Կարեն Կարապետյանը։ Ես դրա մասին շատ եմ խոսել։ Կարծեմ Facebook-ում 2-3 տարի առաջ գրառում եմ արել, օրերով, ժամերով, բան, տեսեք, էլի։ Անարդար է, ինչ ճիշտն է, ճիշտ է, անարդար է մեղադրել եւ Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին իշխանությունը տալու մեջ։ Դա իրոք անարդար է, դա շանտեղություն է։ Եվ հանրապետ, դա շանտեղություն է։ Տեսեք, ասեմ ինչ եղավ։ Սերժ Սարգսյանը իր բանում գրեց, որ սա իմ դեմ է, ես հրաժարական եմ տալիս, եւ հանրապետականը նույն օրը գործադիր մարմնի, հաջորդ օրը գործադիր մարմնի նիստ արեց, որտեղ ներկա է նաեւ պարոն Կարապետյանը, եւ նախագահն ասեց, որ ինքը հրաժարականից առաջ խոսել է Կարապետյանի հետ, նա դա հրապարակային էլ է նախագահն ասել, դրա համար իրավունք ունեմ ասելու էլի։ Եվ պարոն Կարապետյանի պատիվին ինքը ընդունեց այդ պատասխանատվությունը։ Եվ այո, մենք որոշում ենք կայացրել, որ Կարեն Կարապետյանը առաջադրվի վարչապետի տեխնացու եւ մայիսի 1-ին մենք պատրաստ ենք ընտրել Կարեն Կարապետյանին։ Սա շատ կարևոր է, ключевой բանը թիմը պատրաստ էր։ Ինչու, որովհետեւ մենք մի ասում են, չէ, կընտրի սենց, ես ասում եմ, մայիսի 1-ին հանրապետականը Նիկոլ չի ընտրել։ Եթե մենք այդ պրեսինգի, այդ դագաղների, սևլենտների, Աշուտյան 42, Շարմազանով 42, կհիշեք իմ աղջկա նամակը սա հարցակվել են այդ երեխու վրա, այդ դա որ թշնամուս էլ չեմ ցանկանա։ Դա կեղտոտ, երբ որ գիտես, երբ որ քեզ ինչ ասես ասում են, դու քաղաքական գործիչ ես, բանն ասում էր Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն ասում էր, եթե քաղաքական գործի մաշկը ռենգերջուրից հաշ չի, ինքը պետք է չմտնի։ Հələ մենք այդ ուդարներից սովոր ենք, էլի, բայց ընտանիքի անդամներն երբ որ թիրախավորվում են, դա ուդար ниже пояса։ Եվ հիշում եմ, երբ որ 20 թվականից հետո սրանց դեմ էլի սկսեցին ինչ-որ բան, ես իմ Facebook-յան էջում ես էլ կինս էլ հրապարակային մտել ենք, ես վիդեոով կինս էլ գրել է, որ մեր ընտանիքի հանդեպ տես բան արել են, մի արեք տես բան։
նույնիսկ Նիկոլի, Ալենի, մեկի մյուսի հանդեպ, դա բարոյական չի։ Այսինքն, այդ իրավիճակում այդ բանան, ասենք մենք պատրաստ ենք, մենք չընտրեցինք Նիկոլ Փաշինյանին, պատրաստ ենք գտել Կարեն Կարապետյանին։ Շատ ժողովրդավարական process կարար գնար։ Տեսեք, Ինքը դառնում է բայց քանի վարչապետ, որ 6 ամիս հետո քանի դնում է որ Փաշինյանը, ես արտահայտություն։ տեսեք, դա Կարեն Կարապետյանը այդտեղ շատ չեմ խոսել այդ թեմայով։ Մի բան ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը չառաջադրվեց նույն այն պատճառներով, ինչ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որովհետև մտել էր արդեն անկառավարելի փուլ, Նիկոլ Փաշինյանն ասում էր կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Բայց ժողովրդի անվտանգային առումով, եթե ասեիք, չգիտեմ, ապրիլներ, հա, չգիտեմ, սեպտեմբերի 14-ին արտահերտ ընտրություն է։ Всё, այդ էմոցիան չէր իշնի մի քիչ։ Որտեվ տպավորություն է, որ դուք ուզում եք Կարեն Կարապետյանը գա, հետո տենց սաղին նստեցնեք ու շարունակեք։ Հիմա ռետրոսպեկտիվ շատ հեշտ է ասել ինչ կլներ, ոնց կլներ։ Այն ժամանակ ժողովրդավարական process-ն այն ժամանակ, այսօր այն ժամանակ կորեն կա, ժողովուրդը դժգոհ, հա, շատ ժողովրդավարական process-ով ապրիլի 17-ին նախագահն ընտրվել էր վարչապետ, ճիշտ է։ Մենք 17 թվի ընտրությունները հաղթել էինք։ Ինչքան ժողովրդավարական, որտեղ դա արդեն ընտրում են ազգային ժողովում, հետին է։ Պարլամենտական երկրը որտեղ են ընտրում։ Դե դուք փոխեցիք հետին է։ Հա, ժողովուրդը հարակրվեով փոխվեց։ Ինչա պարլամենտական երկրներում Եվրոպայում ո՞նց են ընտրում, տենց են ընտրում։ Հարցը դա չէ, ասեք ինչու չառաջադրվեց պարոն Կարապետյանը, իմ տպավորությամբ պարոն Կարեն Կարապետյանը չառաջադրվեց, ասեք սկզբում ընդունեց, հետո հրաժարվեց առաջադրվել, կարծեմ ամսի 28-ն էր, երբ որ հավաքեցին, ասին ինքը ասեց ես չեմ առաջադրվելու, ինքը իմ տպավորությամբ վախեցավ ուկրաինական սցենարից, բախումներից, այոնահեղությունից։ Իմ տպավորությամբ պետք է եղել։ Ես ավել բան չգիտեմ, որովհետև իրավունք էլ չունեմ ասելու այդ մարդու բանն է։ Դե այն ժամանակ մենք համար ունենք, մեզ համար թիվ մեկ խնդիր անվտանգություններ, ու մենք բոլորս մտածում ենք, որ փողոցը ավարտվի, մարդիկ հանգստանան, որովհետև Զվարթոցը փակ էր, պաշտպանության նախարարի ճանապարհը փակում էին, դիրքեր չէր կարող ոչ մի բան գնալ։ Պատկերամիս այդ իրավիճակում Ադրբեջանը հարձակվեր Հայաստանի վրա կամ հարձակվեր Ղարաբաղի վրա։ Ինչ էր ելնելու։ Իսկ մեզ համար աթոռը չէր կարևոր, ոնց որ Նիկոլի համար։ Մեզ համար հայանիկն էր կարևոր, եւ հայանիկը եւ աթոռը թողելու մենք նախընտրեցինք թողնել աթոռը, բայց ունենալ հայանիկ։ Նիկոլը հանձնեց հայանիկը, բայց ունեցավ աթոռ։ Այդտեղ է մեր ամենագլոբալ տարբերությունը մեր բոլոր մեղքերով հանդերձ։ Աթոռ եւ հայնիկի միջև մենք ընտրել ենք հայնիկ ունենալը, Նիկոլը աթոռ ունենալը։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան, ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են, ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Okay, ես ստիպած դիմեցի բլոկնոտին, որտեվ շատ այն բաները, որոնց հետ համաձայն չեմ, ու տենց փորձում եի չմոռանալով գնամ, քանի որ տենց շատ գեոպոլիտիկայից, գունավոր հեղափոխություններից, Բոլտոնից բան անցանք մի անգամից դեպի
Կարեն Կարապետյան եւ այլն, դրա համար ուզում եմ տենց հերթով գամ, էլի, համարյա ցավոք սրտի պետքա փաստեն, որ համարյա չի ինչ-որ ինչ-որ բան, որ այդ համաձայն եմ անալիտիկայի տեսանկյունից, Դա նորմալ է։ ինչը նորմալ է։ Սկսենք Բոլտոնից։ Ինքը բավական էքսցենտրիկ եւ ոչ միանշանակ մարդ է, որը շատ էքսցենտրիկ բաներ է ասում, որի պատճառով իրան շատ հաճախ հանում են գործից Թրամփն էլ է հանել, նախորդ ադմինիստրացիաներից էլ, պլյուս շատ տարօրինակ խնդալու բեխեր ունի։ Ինչը արդեն կարելի է մատնի, որ ինչ որ բան ինչ Հիմա վերջերս էլ ինքը միշտ ասում է պետք է հարձակվենք Իրանի վրա ու հիմա որ sense տուպիկի մեջ են հարձակվել, ասում է դե պրինցիպի հա, երևի պետքա մի քիչ ավելի ուժեղ հարձակվել, բան sense սկսում է ինչ որ բաներ ասել, որ արդեն սաղ աշխարհը sense պալի տարել, որ մեծ սխալ է հարձակումը։ Ասում է ճիշտ է, պրոստը ավելի ուժեղ պետք է հարձակվել։ Հիմա բացի դրանից լիքը այլ արևմտյան փորձագետներ, պաշտոնյաներ ամեն դեպքում այդ գիծը ինչ որ ձևով տանում են, որ մենք ճանաչում ենք ավելի շատ տարածքային ամբողջականություն որպես գերակա, քան մյուսը, այսինքն Հայաստանից ավելի Հայաստանի վրա ամեն դեպքում ճնշումը միջազգային ավելի շատ Ղարաբաղյան հիմնահարցում, այս լավ հարցն է, դες բան չկա։ կարող է սխալ է, ամեն Դե դեպքում արի մի հատ էս հարցը խոսանք նոր էլի։ միջազգային քարտեզների վրա, Մի վարքյան, արի էս հարցից խոսանք։ Լավ, հարցը ավարտի Սերգեյ ջան, ասում էր, այսինքն եթե Ղարաբաղի հարցով ենք խոսում, խոսանք Ղարաբաղով։ Այս թեման չէ, որովհետև մտար, ավարտեմ, հետո ասենք Բոլտոնին, էլի, որովհետև մեկը մյուսի հետ հա, օքեյ։ Բոլտոնի բավ շատ բան չունեմ ասելու, բեխերը խնդալու է, թե բակերը մեծ է, այդ իր խնդրեմն է, բայց ես այն կարծիքի չէ, որ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականը այնպես պատահական մարդ կարա լինի, սա մեկն է մարդ, որը որ եկել է հայ, ոնց որ դու ասես Ռիչարդ Մուրը պատահական մարդ է։ Դե տեսեք, այդ նույն մարդը նաև կարծեմ ՄԱԿ-ում ամերիկայի ներկայացուցիչներ, երբ տենց ֆազերը գցեց, սկսեց գրալ բոլորը պետք է անեն նենց ոնց որ ամերիկան անում, ու ամերիկյան Հիմա Տրամպը պատահական մարդ է, էմոցիոնալ է, բայց դա պատահական է։ Չէ։ Իսկ ես պատահական չեմ, էմոցիոնալ եմ, բայց պատահական չեմ։ Նրանք ոնց կարող է պատահական լինել։ Ես ամեն դեպքում ավարտեմ, որովհետև այդ Ասիշենք որ Ղարաբաղի հարցը ինքը ոնց որ կոնտեքստի մեջ է, էլի։ Հիմա մենակ Ղարաբաղը չկան էլի երկրներ, որոնք ճանաչված չեն, հա, քարտեզին վրա մի ձև է ներկած, բայց իրականում կարողանում են պահել, սկսած, չգիտեմ, Կիպրոսից, Կոսովոյից կամ եւ այլն։ Եվ միջազգային տեսանկյունից ամեն ինչ գնում է ամեն ինչ ի վերջո հանգում է ուժերի բալանսի։ Եթե կարողանում ես ուժերի բալանսը այնպես պահես, որ պահես այդ մի խոսքով քո տարածաշրջանը, ուրեմն օքեյ է, եթե ունես ուժեղ դաշնակիցներ, ուրեմն կարողանում ես պահես։ Հիմա ուժերի բալանսը, քանի որ անվտանգությունն էր ձեր կոնտեքստը, մենք անվտանգությանը միշտ առաջնայնություն եք տալիս։ Արդյոք անվտանգությունը միայն մենք չէ, բոլոր 3 վարչակարգերի ներողություն ընդհատման համար, բոլոր 3 վարչակարգերի համար Հայաստանի ու Արցախի անվտանգությունը եղել է գերակա։ Եվ Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչյանը, եւ Սերժ Սարգսյանը։ Այո, համաձայն եմ։ Հիմա անվտանգության տեսանկյունից արդյոք ժամանակը մեր դեմ չէր աշխատում եւ եթե ուղղակի մաթեմատիկային նայում ես, հա, պաշտպանության վրա ծախսերը, ունակությունները, պատրաստվածությունը, չեմ խոսում ինչ-որ կոռուպցիայի մասին, բանը երկու կողմից էլ կային, բարձա, բոլորի մոտ էլ կա։ Կան համեմատելի։ Համաձայն եմ, հա։ Բայց ժամանակը ամեն դեպքում ոնց որ մեր դեմ էր աշխատում ու պլյուս ինչ որ պահի նաև Սերժ Սարգսյանը ասաց, որ հստակ ձևակերպումը չեմ հիշում, բայց ափսոս է, որ մենք չունենք տենց դաշնակից ոնց որ Ադրբեջանը ունի Հաջես Թուրքիայի 16 թվականին։ Այո, լավ կներ Ռուսաստանը մեր տենց լինի, բայց Ռուսաստանը օբշի լավ ընկեր է, լավ է որ մեզ զենք հածախում, բայց այդքան ջիգյարով դաշնակից չի, ինչքան որ այս մյուս երկրները։ Հիմա չունենալով տես ջիգյարով դաշնակից ու ժամանակը մեր դեմ աշխատելով, ասենք օքեյ, մեկը 10-ին բյուջե է, ասենք 10 տարի անցավ, մեկը 100-ին, հա, ի վերջո ամեն դեպքում մենք ժամանակային ռումբի վրա ենք նստած ու ասել որ տենց անվտանգությունը պահում ենք բան, այդքան չի ներառում ամբողջ իրականությունը։ Այսինքն ինչ որ պահի պետք է այդ ռումբը պայթեր թե չէ, ու ինչքան ուշ այդքան ավելի վատ կարող է պայթել։ Հասկացա, Սերգեյ ջան, ժամանակ ես տալիս, սա ասում եմ։ Ու շատ երկար չեմ խոսի, չեմ չարաշահի ձեր համբերությունն ու ժամանակը։ Այն թեզը, որ ժամանակը ի վնաս մեզ էր աշխատում, ես այդ համամիջ եմ, որպես պատմաբան փաստերով կխոսեմ։ Անվտանգություն, երբ որ ասում ենք, անվտանգությունը միայն բանակը չի։ Անվտանգությունը միայն զենքերի քանակը չի։ Դա եւ դիվանագիտությունն է եւ միջազգային իրավունքն է նախ եւ առաջ։ Հիմա եթե այդպես նայենք 150 հազարանոց Ղարաբաղը 9 միլիոնանոց Ադրբեջանի դեմ երբեք չպետք է 9 միլիոնանոց Ադրբեջանի դեմ երբեք չպետք է 9 միլիոնանոց Ղարաբաղը 9 միլիոնանոց Ադրբեջանի դեմ երբեք չպետք է 9 միլիոնանոց Ադրբեջանի դեմ երբեք
պայքարեր ու իր անկախության համար կռվեր 3 միլիոնանոց Հայաստանը, էլի 9 միլիոնանոց Ադրբեջանի կամ 10 միլիոնանոց։ Եթե այդպես նայենք, էլի, կամ նավթ ունեցող ուրեմն տես եթե այդ պետությունները, ովքեր նավթ չունեն, գազ չունեն, օգտակար հանածոներ չունեն, եթե այդ տրամաբանությամբ նայենք, նշանակում է նրանք դատապարտված է ստրկացման, իհարկե ոչ։ Հետևաբար, հիմա գան Ղարաբաղի հետ կապված։ Տեսեք, Ղարաբաղյան բանակցությունները աշխատում էին իօքուտ մեզ։ Եվ մենք հասել ենք նրան, որ 7 թվականի մադրիդյան սկզբունքներ եղան, որոնք միայն 28 թվականի սեպտեմբերին Մայնդորֆում Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի ջանքերով Ադրբեջանը հիմք ընդունեց, 11 թվականին եղավ Կազանը, չէ՞, եւ 16-ին հրապարակվել է, սրանք էլ հրապարակեցին, 16-ին 2 փաթեթ հրապարակվեց, եւ նույնիսկ 19-ին էլ մի հատ փաթեթ իրան առաջարկվեց։ Հիմա այդ գլոբալ առումով այդ փաթեթի Սերժ Սարգսյանն ինչ էր հաջողվել։ Հաջողվել էր Սերժ Սարգսյանը Էդվարդ Նալբանդյան կամ հայկական դիվանագիտությանը։ Հաջողվել էր 3 հիմնարար սկզբունքներ մշակել, ասենք չմշակել, բերել դաշտ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, որտեղ առաջնայինը Ա. ուժի չկիրառում պետք է լիներ եւ դատապարտում էր ուժով խնդրի լուծումը, Բ. տարածքային ամբողջականություն, Գ. ինքնորոշման իրավունք։ Տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունք իրար հակասության մեջ չէին մտնում։ Չկա տես բանվախ մենք տարածքային ավելի բարձր է, ինքնորոշմանն ավելի ցածր է։ Եթե միջազգային իրավունքի տեսակետից կամ դե ֆակտո որևէ մեկը Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, բա Մինսկի խմբի համանախագահությունը որ ստեղծել էին, ինչի մասին էր։ Բայց դուք համ էլ ասում իրանք թաքուն ուզում էին որ Արցախը տանք, բայց այլ բան եմ ասել, որ ասում եք արևմուտքը այս ավարտեմ թող, չէ։ Ոնց չէ։ Չէ, ասի արևմտյան էլիտաները, ուշադրի չէ, ասի արևմտյան էլիտաները։ Մինսկի խմբում երկու արևմտյան մեծ ասի արևմտյան էլիտաները, մի վարքյան ասեմ էլի։ Տեսեք։ Եվ հիմնական խնդրեմը ո՞րն էր։ Այսինքն առաջարկում էր հայկական հասարակությունը եւ արցախյան եւ հայաստանյան հասարակությունը ուներ իմ տպավորությամբ մաքսիմալ սպասելիքներ, այսինքն 5+2 տարբերակ, 5 շրջանները մեր հասարակություն թե իրանց մերն էլ ուներ։ Այսինքն տես, եթե 16 թվականի, երբ որ հիշում եք 800-400 հեկտարի համար կռիվ էր, հիշում եք որ ազգային ժողովի հանրապետական падգամավորներից մեկը խոսեց ժամանակին ասեց, դե մենք պատրաստ ենք 5 շրջանների դիմաց, կարգավիճակի դիմաց 5 շրջանները զիջենք, ինչ հայնասիրական կոչեր գնացեն ուր են հիմա։ Մեկն էլ էս Նիկոլ Փաշինյանը իր թիմը, որ ասում են մենք ոչ մի սանտիմետր իդեպ տեսեք, մենք ոչ մի անգամ ոչ մի թիզական չենք եղել։ Սերժ Սարգսյանը դեռևս 2004 թվականին պարլամենտում ասեց, որ Աղդամ իմ հայրենիքը չի։ Բայց Ալեն Սիմոնյանը եւ իր թիմը ասում են Աղդան իմ հայրենիքն է, նռում նկարում են։ Բայց հիմա եկավ ձեր այդ ինքնացենզուրան, որ դուք արդեն չեք կարող բարձրաձայն ասել, մենք օքեյ ենք 5 տանք։ Տեսեք, մենք մշտապես, չէ, իհարկե, նախագահի հարցազրույցի կա Կիսիլովին, այն ժամանակ մեզ քննադատում էին, որ մենք զիջումների ենք գնում։ Հիմա նույն մարդիկ մեզ քննադատում են, որ մենք ոչ մի թիզական ենք։ Հայաստանի տեսեք ոնց են իրանց Արցախը տալու արդարացնելը սա լեվելներով, չէ, բայց ոնց են падգամավորներով, նախարարներով, փոխնախարարներով այդ միտքը ժողովրդին բոլշևիկներն էլ արդարացնում էին եկեղեցի քանդելը, բացօտես չի։ Փոխանակելու միտքը տենց չեն կարած է բարձրաձայնել։ Դա մենք դրա մասին չենք խոսում, եթե կարենայինք իշխանության կլինենք, այլ բան եմ ասում ես։ Ես Սերգեյի հարցին պատասխանեմ, իօքուտ մեծ էր աշխատում, տեսեք։ Մենք սեպաստոր ագրեցինք, այն ժամանակ 28 երկիր էր, Բրիտանիան էլ մեջ է Եվրամիության, Եվրամիության 28 երկրները, սեպա վավերացրեցին, մենք սեպան ինչի համար ենք ստորագրել, ի թիվս այդ տնտեսական, ժողովրդավարական, ինստիտուցիոնալ բարեփոխումների, իմ կարծիքով, թիվ 1 պատճառը եղել է Արցախը, որովհետև սեպայում սերով սպիտակի վրա գրված էր, որ Եվրոպական միության ցանկացած երկրի համար օրենքը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը եւ սեպայում դա գրված էր։ Այսինքն այն ձևակերպումները, որը կային, մեզ համար ձեռնտու, դա սեպայում կար։ Երկրորդը 16 թվականին ՕԴԿԲ-ն նիստ եղավ Երևանում, էլի Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ Պուտինը, եւ Լուկաշենկո, եւ Նազարբաևը ՕԴԿԲ-ն հատուկ հայտարարություն արավ, որտեղ էլի ինքնորոշման իրավունքը կար։ Ավելին,
2009-2013 թվականին Մինսկի խմբի համանախագահ երկրների պրեզիդենտները դա Օբաման էր, Սարկոզին էր, Օլանդն էր, Մեդվեդևը, Պուտինը 5 հայտարարություն են արել, որտեղ էլ ինքնորոշման իրավունքը կարծիք այն կարծիքը, որ ժամանակի վնաս էր աշխատում, որ տարածքային ամբողջականությունն ավելի գերակա է, քան ինքնորոշման իրավունքը, այդպես չի, ընդհակառակը մոռացել ենք Ալիևի ավարտը, Ալիևի հայտարարությունը 16 թվականի հոկտեմբերի 7-ին, որ միջազգային հանրությունը իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը, ասելա թե չէ, ասելա 20 թվականի 44 օրյա աղետից հետո նույն Ալիևը գնաց Քելբաջար, ասեց, եթե մենք պատերազմով չհաղթեինք, այս հողերը մնալու էին հայերին, եւ ամենակարևորը, ես մի կողմ եմ դնում այս փաստը, որ մենք դրական բանակցային ժառանգություն ենք թողել եւ դա նույն ասնեն Փաշինյանին, բայց մի կողմ հələ ասենք, այս չեմ էլ ասել, մի կողմ ենք դե լավն ա եղել, վատն ա եղել, մարդը գալիս է դարձել է վարչապետ, ասա ես սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի այլ իմ սեփական կետից, Պարլամենտում ասլա ինչ պետք է այդել բանակցում եմ, ինչ ուզում եմ այդել բանակցում եմ, իրապաշտպանության նախարարն ասլա նոր պատերազմ նոր տարածքներ, ինքն էլ մտել է սեպտեմբերի 26-ին պատերազմից մի օր առաջ եթեր ասելա Ալիևը թող շատ չհաբրգի մոտավորապես, ներես չարի ոնց որ ստե Սերժին հանեցին, դեղել Ալիևին հանեմ, տես չէր, հետո քաց ու տակ քաշեցին, մի բան բաց թողեցին, բայց այդ Ալիևի շատ փաստար կա, որ ասում է ինձ փակ դրներ, էդի շատ լավ փաստար կա, բայց ինքը լրիվ նեյտրալիզացվում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունով, որ բանակցային process-ը լավատեսություն չի ներշնչում։ Այո, բանակցային այդ երկու բանը էնի շատ լավ փաստար կա, բայց էսի ոնց է բանակցային process-ը, որ նախագահան 17 թվականին չի ներշնչում, դրա նպատակ չէ, հետեւյալն է, որ Ադրբեջանը ինքը մշտապես փակուղի է տալ բանակցությունները։ Նույնը 11 թվականի Կազանում ոնց եղավ։ Բայց 28 երկրները եկան Հաբաս դա աստիճանաբար է, չէ՞ լսելու։ Դե մի, աստի, բան 28 երկրներն էլ այնտեղ բանի British Petroleum կա, այս կա, այն կա, Թուրքիա շայլ կա, եւ ամենակարևորն է մեկը 19 թվական։ Համանախագահները Նիկոլ Փաշինյանին մենք արդեն գնացել ենք, մի տարի անցել է, ինքը ասել է իր սեփական կետից է սկսում։ 19 թվականին Իրան սեղանին դնում է, որ ինքը խապում էր ասել ոչ մի բան չեն բանակցում։ Ասենք ստե արդեն գլխավոր սուտը կա, որ ինքը զորիկը մնացական ասում են, ոչ 6 ժամը Մամեդյարովի Ալիևի հանդիպում էին, ասում են, ոչ դուք չեք բանակցում։ Խապում էին։ Փաստը հետեւյալն է, որ համանախագահները իրենց դրել են, իրանց առաջ դրել են թուղթ, որտեղ դա մենակ ես չեմ ասում, հրապարակվել է։ Առանց մի կրակոցի Արցախը միջանկյալ կարգավիճակ էր ստանում եւ Արցախին հնարավորություն էր տրվում հանրաքվեով որոշել իր ճակատագիրը։ Էլ Սերժ չկա, Շարմազանով չկա, Աշոտյան չկա, հանրապետական չկա։ Ախպերյանը երբ ինչ է արել։ Մեր թիվ 1 իր բանը ո՞րն է եղել։ 18-20 թվականին մենք իրան ի՞նչ էինք մեղադրում։ Մենք իրան մեղադրում էինք, որ չի կարելի բանակցային փաթեթից շեղվել, չի կարելի Մինսկի խմբի համանախագահաներին առաջ ուլտիմատում դնել, որովհետև քո դեմը հանրապետականը չէ, էլի որ ժողովրդին հանես դեմը հրաժարական տան։ Քո դեմը Միացյալ Նահանգներն է, Ֆրանսիան է, Ռուսաստանն է, ինձ հայտնի չի մի գործիչ, մի պետություն, որը կարող է միաժամանակ այդ 3 աշխարհի ատոմային պետություններին գնա մայիսի 7-ին գնացլա Ղարաբաղ, մայիսի 9-ին, նա նոր մի օրվա վարչապետ է։ Լեագրողը հարց է տալի, ասում է գերտերությունները Արցախը, բան sense մեր Միսկով է ասում, որ Արցախը գերտերություն չի։ Համանախագահները 1000 անգամ ասել են, որ բանակցային ֆորմատը այս փուլում չի փոխվելու։ Ասել են թե չէ։ Այսինքն 3 օր է։ Կանգնել ասնա միջև, բան չնի, լավ Սերգեյը բլոկտոտը մնացած հարցը։ Ինձ вообще չեմ մասնակցում այս զրույցում, լավ։ Եթե ինքը դա ստորագրեր, հաջորդ օրը հենց հանրապետականը եւ մնացած ընդդիմանիր ուժը իրան չէին սրբելու։ Ոչ, ես նույնիսկ ինչի համար։ Որտես, всё, դե ոնց որ հարցը փակվեց, լավ առիթ է իրան հեռացնել եւ վերադառնալ իսկ հանրապետականը իրան 18-20 թվականներին չի համար քննադատել։ Ապակառուցողական մոտեցման, ոչ մի թիզականության, Մինսկի խմբին ուլտիմատում դնելու Արցախը, Հայաստանը եւ վերջ ասելու առաջինը, ամենաառաջինը, բացեք նայեք, հենց ինքն դի ասես Արցախ, Հայաստան եւ վերջ, մի րոպե հետո ես Facebook-յան գրառում եմ, այլ ասլեմ արա, դու ինքնորոշման իրավունքի պայքարը սարքեցիր տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այն ինչ որ 30 տարի Ադրբեջանը երազել է, որ Ղարաբաղի խնդիրը, տղեկ ջան,
ներկայացնի որպես տարածքային վեճ, իսկ դա տարածքային վեճ չի։ Հայաստանը որևէ պետության նկատմամբ, ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի նկատմամբ երբեք Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան включительно երբեք չի ունեցել մի սանտիմետր հողային տարածք։ Իսկ այս մարդը երբ որ գնում ասում Հայաստանը, Արցախը Հայաստանը եւ վերջ, դու լեգալ, լեգիտիմ carte blanche է ստալի, casus belli է ստալի նրան պատերազմը սկսելու։ Երկրորդը ինքը երբ որ գնաց ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, ես հետո եմ էլի մտածել, երբ որ արդեն պարզ դարձավ որ 19 թվականի հունիսին իր ադեմը դրել են փաստաթուղթ։ Ինքը տես տղեկ ջան, պատասխանեց Ֆրանսիային, Ռուսաստանի Միացյալ Նահանգներին, որովհետեւ հունիսին իր ադեմը դրվել էր փաստաթուղթ, այն ինչ որ մենք ասեցինք, որ հինգ շրջանը լավ, դու անունով այդպես պաշտոնապես դες փաստաթուղթ չկա, հա։ Դա արդեն ինքն միջանկյալ կարգավիճակ, հետո հանրակրվե 5 շրջանը գնում է խաղապանները մտնում են, ինքը դրանով, երբ որ ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, ինքը ասեց աղբերներ ջան, ստեսուն ես մերժում եմ։ Ու դրանով համանախագահները, եթե Սերժ Սարգսյանի ժամանակ մշտապես ապակառուցողական համարում էին Ադրբեջանին, դրա փաստն էլ ասեմ, ես փաստով եմ խոսում։ Ապրիլին 16 թվականին, կարծեմ դուք լավ կհիշեք, Լավրով Էդվարդ Նալբանդյան Երևանյան ասուլիսի ժամանակ Արմենիայի լրագրողը Շաքե Ազգան, հա, Շաքեն հարց տվեց Լավրովին, ասեց բանակցային ով է տանում փակուղի եւ Կազանից ով է հրաժարվել, Լավրովն ասեց պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը չէ հրաժարվել Կազանյան փաստաթղթից, Ադրբեջանն է հրաժարվել։ Հիմա տես բան կա, իսկ եւ Ժոզեփ Բորելը, հələ հանրապետական բան սաղ դնենք մի կողմ, ոչ Շարմազանովն ասեմ, ոչ Ժոզեփ Բորելը, Նիկոլի Սիրած Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավարը, բառացի ասել է, բոլորդ էլ անգլերեն լավ գիտեք, ասել է, որ Նիկոլ Փաշինյանը առաջի հայ ղեկավարն է, միակ հայ ղեկավարն է, որը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, վերջ։ Ինչի մասին է։ Հանրապետականը լավն էր, վատը, ես չեմ ուզում անցյալի հետ կռիվ տամ։ Անցյալը ինչքան նայենք, վիզներս ծուր կմնա։ Լավը լենք կմնայինք իշխանության։ Ունենք լիքը թերություններ, բայց սրանք կործանեցին։ Եթե մենք իշխանություն ենք, որ իրանք հայինիքը մեզ հայինազրկել են, սա է խնդիրը։ Ես միշտ առաջ եմ նայում, անցյալից հետևություններ եմ անում։ Եվ առաջ պետք է նայենք։ Ու անցյալի հետ պետք է կռիվ չտանք, բայց անցյալը նրա համար է, որ մենք ապագայում նման սխալներ չանենք։ Ու կանել պատմությունը խեղաթյուրել, ասել 90 թվին 91-ին Տեր-Պետրոսյանը Ալմաթայով ճանաչել էր, հետո 96-ին ճանաչեց, հետո Քոչարյանը չգիտեմ ինչ արավ, հանրապետական 2010-ին տարածքային, հիմա գնաց Պուտինին ասեց, բանա, երկու անգամ դու ճանաչիր, նորից ճանաչեցի։ Հիմա խոսում է ինքնիշխանությունից, տղեկ, խելացի տղեկ եք, էլի։ Ձեզ համար նորմալ է, որ անկախ պետության ղեկավարը գնա մեկ այլ պետության ղեկավարի, ասի ես իմ բարեկամ իմ ամենամտերիմ երկիրը ճանաչել եմ Ադրբեջանի մաս, որովհետև դու ճանաչիր։ Հիմա վաղը որ Պուտինը կամ Տրամպը ասեն ապեր, գիտես ինչ կա, այս բանը Երևանի կեսը ճանաչում ենք Ադրբեջանի մաս։ Գնալու է ճանաչի դա Ադրբեջան։ Սա է խնդիրը։ Իրանք ինչ շամպունով ուզում է լողանան, ինչ ուզում անեն, իրանց ճակատից Արցախի հանձնման խարանը չի անցնելու։ Սրա մասին է։ Իսկ իմ պայքարը ապագայի մասին է։ Անցյալը։ Համաձայն եմ, խարանը չի դուրս գա, պատմության մեջ իրանք կմնան այդ սև երանգների մեջ եւ համաձայն եմ նաեւ Նիկոլի բոլոր ձախողումների զրոյական կետից ֆորմատը փոխել, այդ սա համաձայն եմ, բայց մի քիչ ավելի գլոբալ տեսանկյունից նայենք, վերադառնանք այն, որ Ալիևը ասում էր փակ դռների հետևում ինձ տպում են ճանաչել եւ այլն։ Հիմա դա իրոք ես էլ որ առաջ լսում եմ մտածում եի դա կարևոր հաղթաթուղթ կարա լինի։ Մյուս կողմից ախպեր ջան, սա աշխարհը ճանաչում է Կիպրոսի տարածքային ամբողջականությունը, բայց դա вообще քանի տարի արդեն 50 տարուց ավել թե ինչքան вообще չի խանգարում, ով որ ուժեղ է, ինքը իր հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը այնտեղ շարունակի պահել։ Այսինքն չէր գա ինչ-որ մի բան, որ միջազգային համայնքը առանց ինչ-որ երկու կողմերի համաձայնության ասեր, գիտեք ինչ, մենք որոշեցինք ճանաչել այս կամ այն պետության ինքնորոշումը ու վсё, ճանաչել այս Արցախը որպես անկախ երկիր։ Պետք է ամեն դեպքում ինչ-որ երկու կողմի բանակցությունների արդյունքում դա լիներ։ Դա չէր լինի, այսինքն դա լավ է, դիվանագիտությունը համաձայն եմ, շատ լավ բանի հասավ, բայց դիվանագիտությունը ամենազոր չի։
ինքը մտավ տուպիկ, որտեղ մյուս կողմը տեսավ, եթե դիվանագիտությամբ շարունակենք, մենք կրվում ենք։ Դրա համար մենք ուժային մեթոդով ենք գնալու։ Ոստեղ պատմությունը գնում է դեպի անխուսափելի ուժային լուծում։ Գամ էսա ուժանից էլ խոսամ, ներողություն, շատ ճիշտ բան եք ասում, հիշեք, շատ կարճ եմ խոսալու, որպեսզի բան չանեմ։ Տեսեք, դուք հիշում եք փաստաթղթերը, որ հրապարակվեց։ Հիշում եք, չէ՞, որ Փաշինյանը հրապարակեց։ Բանակցային բոլոր փաստաթղթերը։ Հիշում եմ։ Այնտեղ ուրեմն կար երաստիճան, մի հատ կար Հայաստան-Ադրբեջան հայտարարություն, մի հատ կար Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն, մի հատ կար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն։ Այսինքն մենք միայն Ղարաբաղի խնդիրը հանրաքվեով ճանաչելը ոչ միայն Մինսկի խումբն էր անելու համանախագահային, նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Սա մեկ։ Երկրորդ է, որ ասում են բանով պատերազմով, պատերազմով պետք չէ վախացնել։ 16 թվականի պատերազմ եղավ, քթին կերան։ Այդ որ ասում եք Ադրբեջանը, տեսել ենք էլի այդ հզոր Ադրբեջանը։ 16 թվականին չեն պարտվել, մեր տեղեքը ջարդ չեն տվել։ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը չի գնացել Գերասիմովին խնդրել, որ Խաչատուրովը զինադադար կնքի։ Վերջ։ Հիմա էլ եթե մենք ունենայինք նորմալ ղեկավարություն, Գնեժդեն ասում էր, միևնույն ժողովուրդը, շատ կարևոր բան է, միևնույն ժողովուրդը, նայած թե ով է իր ղեկավարը, կարող է եւ հրաշագործություններ կատարել, եւ խայտարակոներ ծնկի գալ թշնամու առաջ։ Ադրբեջանը նույնն է եղել, Հայաստանը նույնն է եղել։ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները Ադրբեջանի նույնը Հայաստանին ա փոխվել։ Եթե համոզված եղեք, եթե չլներ Նիկոլ Փաշինյանը ղեկավար, չլներ այդ չեմ ուզում ասեմ դավաճանական բան էլ, բայց այդ բան էլ էմոցիոնալ կասկա հակեք այդ ես չգիտեմ այդ PR, միար այդ էրատո ջոկատ այդ ձևի այդ ինքը կազմակերպված քաոս էր սա։ Ես նորը կրված տղեկ հետ հանդիպել եմ, լուրջ տղեկ է, որոնք պայքար։ Իրա ասեց տղեկ, դուք ռազմաճակատում եք, այդ ձեր կարծիքը։ Ասի քաոս էր, ասես պարոն Շարմազանով, քաոս չէր։ Կազմակերպված քաոս էր։ Իշխանությունը կազմակերպված քաոսով տվեց։ Եվ եթե համոզված եղեք, եթե մենք ունենայինք, սա իմ համոզմունքն է, մենք ունենայինք յուրաքանչյուր անպայման չի միայն հանրապետական իշխանություն։ Մեր 3 վարչակարգերից ցանկացածը որ լիներ այդ ժամանակ պատերազմը վարեր, մենք չէինք պարտվի 16 թվականին ապրիլյան պատերազմը դրա վառ վկայությունը չէր եւ դիվանագիտական հաղթանակ։ Դե ոնց է 16 թվականին Կարեն Միրզոյանը որպես Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ ուղիղ եթերում CNN-ում ու BBC-ում դեբատ էր մտնում, իսկ հիմա Նիկոլն արդեն Ղարաբաղը ճանաչել ադրբեջանական մաս։ Ամբողջը դրանից էր գալի։ Այնպես չէ, որ մենք պարտված ենք եղել, մենք դատապարտված ենք եղել, դες բան չկար։ Ասում եմ 16 թվական, այդ իրանք են իմասում։ Դե դա բլա ռազմետ ի՞նչն է եղել ռազմետկը բոյում։ Նույն ձևը սկսել են, ուզեցել են նույն ձև ճեղքեն, չեն կարողացել։ 4 օրում թքել են փայտիկի ներողություն էս արտահայտության համար, գնացել են Մոսկվա, ասել են եկեք բան արեք։ Ուզեցել են բանակցային դիրքերը թույլատրել, ստացել են Վիեննա, Սանկտ Պետերբուրգ։ Իրարը պետք է իրանց անունով կոչենք, մենք դատապարտված չենք եղել պարտության։ Դատապարտված 16 թվականին ապրիլյան հաղթանակ եղել հայ զինվորը այն վաղտել չի պարտվել, այն վաղտ հաղթելա, հիմա էլ չի պարտվել։ Պարտությունները եւ հաղթանակները նախ եւ առաջ որպես քաղաքական գործիչ ու պատմաբան եմ ասում, մայրաքաղաքներում է որոշվում։ Ոչ այնքան ռազմի դաշտում, մայրաքաղաքներում։ Հաղթում է Ալեքսանդր Առաջինը, հաղթում է Նապոլեոնը, հաղթում են Ստալինը, հաղթում է Ռուզվելտը, Չերչիլը, Սերժ Սարգսյանը, ղեկավարները եւ պարտվում են էլի մարդիկ։ Եթե չլներ Նիկոլ Փաշինյանի էս հիմար անհեթեթ կառավարումը, մենք չէինք պարտվելու։ Ոնց կարելի է, ես եմ հետը հանդիպել հոկտեմբերի 12-ին ինքը մեզ դա արդեն հրապարակային է, հոկտեմբերի 12-ին ինքը մեզ հրավիրում է։ Ինքը ասում է վարիանտ չունեմ հաղթելու, արդեն բանը անցել է, հոպը բան իրավիճակը վատ է։ Ասեմ պատերազմը ինչ եք առաջարկում։ Ես այդքան մարդու մոտ ասում եմ, ինչ են քեզ առաջարկում։ Ասում է 5+2։ Ասեմ պարոն Փաշինյան, ինչ են առաջարկում։ Ասում պարոն Շարմազան, սեպտեմբերի 27-ին ասեցի պարլամենտում, ասում դե վաղ 27-ն ա եղել, հիմա արդեն հոկտեմբերի 12-ն է, կարող է։ Ասում չէ 5+2, ասում իսկ 5+2 առաջ, ասում հա։ Ասում բա համաձայն ի՞նչն է խնդիրը։ Հոկտեմբերի 10-ին ինքը գալիս է մեզ ասում, Դրան ինչ պատասխանեց։ ոչ էլ ասես, ոչ էլ մի շաբաթ հետո էլի հրավիրեց։ Կանգնեց ասեց ամեն ինչ պրծած է, հոկտեմբերի 19-ին, բա իմ կռիվ իր այդ ի՞նչն է։ Ես ասեմ 19 մինչև 19-ն էլի, օքեյ, կարա, հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է, իրա խղճին է։ Իրա խղճին է, հոկտեմբերի 19-ին, 12-ին ես իրան առաջարկել եմ, էդ էլ ոնց եղավ։ Ասեցի, պարոն վարչապետ, ով կարող է կանոն, դե ինքը եկավ, ասեց տղեկ ջան, ասեց վիճակը վատ է, էս չկա, այն չկա, ինչ կա, ոչ ասեցինք, այնտեղ տղեկ ասեցին, էլի 10-15 կուսակցության ներկայացուցիչ կար։
ասեցին ձև կա, վերա դասավորվենք, խմբավորվենք, ռեսուրսը բան, ասես չէ, ձև չկա հաղթանակի, ասեցին դե որ չկա կանոնեսի ու ասի ես ոչ թե քեզ մեղադրանքով եմ ասում, ես էլ եմ քո տեղը, ամեն երեխայի ընտանիքի ճրակն է, պլյուս իրան բանակցային առումով, եթե դու վաղը չես կարող ռազմաճակատում իրավիճակ լավացնել, եթե վաղը ռազմաճակատում վիճակն ավելի վատ ալնելու, դա երևալու է նաև դիվանագիտական սեղանին, չէ՞, ինչքան մեր վիճակը վատ եղավ, այնքան Ադրբեջանի պահանջները շատ են ելնում։ Եվ ով կարա կանգնեցնի, ասի Մակրոնը կարող, ասես Մակրոնը շատ կուզի, բայց Մակրոնի ազդեցությունը Ալիևի վրա չի հերիքի։ Տրամպը ասես կարա, բայց ինքը խառնա ընտրություններով, ինչ մեկ ընտրական պրոցեսոր, միակ մարդը Պուտինն է, որ կարող ասի, բա որ Պուտինն է, ստե նստել ինչ ես անում։ Մեզ ուր ես կանչել, գնացեք այնտեղ խոսացեք։ 19-ին մեզ հրավիրեց, արդեն մի շաբաթ հետո, ասեց ես ես հրավիրել եմ, որ տեղեկացնեմ, դրանից առաջ անվտանգության խորհրդի նիստ էր։ Ասեց մեզ հրավիրել, ասեց ես ես հրավիրել եմ ոչ թե քննարկեմ, եթե 12-ին ասել տելևիզորից չիմանաք էլի։ Տեղեկացնեմ, որ Պուտինի հետ խոսել եմ, Ալիևը համաձայն է, 5-2-ին։ ասի հա, ասի իմ օծար գրած է էլի։ Ալիևը համաձայն է, պատերազմը կանգնեցնում ենք։ Ասում եմ ինչ, ասում եմ Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակ, ասում եմ այսինքն, ասում եմ 5+2։ Ու այնտեղ մարդիկ կային, չեմ ուզում անուններ տամ։ Դες ոչ պիտի զակամ, մենք խմբավորվենք, էլի Սարդարապատ բան, ես ասել եմ ընկեր, ես քեզ 12-ին էլ եմ ասել, որ պատերազմը կանգնեցեմ, մեր կուսակցության բանը է դա եղել, որ համանախագահների հետ առաջարկին համաձայնվի։ Ու իմ համար ես արդեն որ դուրս եմ եկել, իմ համար ես նույնիսկ զեկուցել եմ նախագահային, մեր թիմակիցներին, բա որ պատերազմ բրցնում է 5+2-ին ինքը համաձայնվում է, բայց իմ համար զարմանալի մի օր հետո գիշեր ինքը մտավ ուղիղ ասեց որ կասկա ունի, բրոնեժիլետ ունի, հակեք գնացեք պատերազմ։ Եթե ինքը մեզ այդ օրը ասում է որ պատերազմը բրծած է, մենք ավելին դե ուրիշ բաներ ասեց մեր վիճակը այնքան պրոբլեմատիկ է, որ Մեղրից մինչև Տեղգյուղ, հետո ասեց Մեղրից մինչև բան, Վարդենից, Սոտք ասեց Պուտինին խնդրել եմ հեռախոսազրույցի մեջ 15 հոգի մարդ ա եղել, որ Ռուսաստան այդ ռուսական դրոշները դնեն, որ ադրբեջանցիք չմտնեն Սյունիքը վեկալեն։ Այսինքն վիճակը ինքը տենց է։ Այդ վիճակից հետո ինքը որ գնում ասում է պատերազմը, հետո դա որտուց իմացանք, նաև դրանից մի ամիս հետո Պուտինը հարցազրույց տվեց Պավել Զարուբինին, ես չեմ համոզված որ Պուտինը ճիշտ է ասում, որովհետև նույն բանը Նիկոլն է մեզ ասել։ Ասես ես դոկտեմբերի 10-ին իրեն առաջարկեցի պատերազմը կանգնեցնել, ընդամենը незначительные նայուգե հայրը կորցնում են, но контроль над городом Շուշի оставался армянским։ Ինքը չի համաձայնվել։ Երբ որ Դենք ասում է ամեն ինչ բացի Շուշիից։ Ես հիշում եմ որ ինքը ասում էր Շուշի։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը ասել է Շուշի, պարզապես ինքը ուշադիր նայեք, ինքը ասեց Շուշի պետք է վերադառնալ, պրոստը Շուշիի խիճը համաձայնվեցի այդ դրան, որովհետև Շուշի պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականներ, ինչի մի ամբողջ Ղարաբաղը հայ չկա։ Ո՞րն էր, Լավետի թե այդ։ Բա իրան, եթե դու հոկտեմբերի 10-ին դու ասում ես պարտված եմ, քեզ առաջարկում են 5+2, 5+2 ինքն էր ասում։ Բա մարդկային կյանքերը ու դրա համար եմ ասում, որ հոկտեմբերի 10-ից հետո ով որ զոհվել է, ինքը մեղավոր է։ Ու մարդը այսօր կանգնում է Սերգեյ ջան, Նարեկ ջան, խաղաղությունից է խոսում։ Դու ի՞նչ կապ ունես խաղաղության հետ։ Դու շանս ես ունեցել խաղաղություն բերես, դու պատերազմ ես էլի սարքել։ Հոկտեմբերի 10-12-ը ես եմ քեզ խնդրել պատերազմը կանես առաջարկել։ Քեզ կանգնել ես ասել դու խաղաղության ու պատերազմի մեջ ընտրել ես պատերազմը, այն էլ պատերազմը չէ, կապիտուլյացիան, որ իմացել ես որ հաղթելու շանս չունես։ Այն էլ որ քեզ տվել են նույնիսկ այդ իրավիճակում քեզ 5+2 են տվել, կամ հոկտեմբերի 6-ին 22 թվականին, որ գնաց ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Այդ ինչ էր։ Դա ո՞նց է արդարանում։ Հիմա պարզ է, չէ, իրա մի հայտարարություն, տղեկ ջան, որ ինքը ասում է Արցախը թոք է եղել։ Ամեն ինչ պատմում, եթե թոք է, եթե մի բան թոք է քո վզին, պետք է հանես, չէ, ամեն ինչ անես որ դուրս գա։ Դե թոքից ինքը ազատվել է, այդ ազատվելուց հետո պատերազմ է եղել 5000 զոհերը։ Բա դա հանցանք է թե չէ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանին պետք չի ոչ դատախազ, ոչ դատավոր, ոչ քննիչ։ Ինքը իր հրապարակային հայտարարություններով պատմության բոլոր խնդիրները լուծել է, ասել է արդյունքը նույնը կլեր առանց զոհերի։ Արա, բա որ արդյունքը նույնը կլեր առանց զոհերի, խի տար այդքան մարդկանց վարի տվիր։
Դե ախր դուք եք պատմաբան ու գիտեք որ տենց հարցերը չեն լուծում ուղղակի պայմանավորվելով, հա, մանավանդ ինչ որ շատ հարյուրամյակներ, տասնամյակներ հասունացող հարցերը ի վերջո ինչ որ բախման են հաճախ բերում։ Տենց ուղղակի եթե կողմից մեկը Ալիևը ենթադրենք, ասենք, օքեյ, դուք ճիշտ եք, ձեզ ենք ճանաչում ենք ձեր կազմում Արցախը, չէր լինի։ Մեզ պետք չէ Ալիևը ճանաչել, մեզ պետք էր միջազգային հանրությունը ճանաչել։ Մենք միջազգային հանրության հետ էինք բանակցում։ Okay, Ոչ չէ, դրան գնում էր։ Դիվանագիտական լավ տեղում էինք, բայց եկեք այդ դիվանագիտության էջը փակենք, որովհետև ակնհայտ է, որ դիվանագիտությունը մտավ տուպիկ, ինչը նաև փաստվեց Սերժ Սարգսյանի ելույթով 18 թվականի, հա, ազգային ժողովի, որտեղ ասեց դե տուպիկի մեջ է։ Ինչ է նշանակում, որ մենք մաքսիմալը կարողացել ենք քաղանք, ինչքան հասկանում եմ, նայես Կազանում, միջև Կազանը, մենք արդեն օքեյ ենք տալիս, Ադրբեջանն էր հրաժարվում։ Այսինքն Լավրովը ասեց, որ Ադրբեջանն է այսինքն այդքան հաբրգած են, այդքան տենց դիվանագիտական առումով մենք հաղթել ենք, բայց իրանք այնքան վստահ են իրանց վրա, իրանց դաշնակիցների, իրանց մյուս կապերի վրա, որոնք մերժում են, հերիք չի մերժում են։ Ինքը լարման բանը բարձրանում էր, սահմանային լարումները բարձրանում, այսինքն ակնհայտ էր, որ քանի գնա դեպի բանա գնա։ Սերգեյ ջան, շատ կարևոր բան եք ասում, բայց 19 թվականի հունիսի առաջարկից արդեն Հայաստանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Այս է շատ կարևոր է։ Ես մի քիչ համաձայն չեմ, որովհետև 19 թվականին ես չեմ պատկերացնում, որ դա այնքան ռադիկալ տարբեր լիներ, չեմ Կազանյան պայմանավորվածությունից, մինչ Կազանյան պայմանավորվածությունից առաջարկից, որ Ադրբեջանը ասեր Կազանյանը չէ, բայց հա, այս մեկը հա, մենք համաձայն ենք բան։ Ինքը ուղղակի հերթական Կազանյան մի փոքր մոդիֆիկացված տարբերակը պետք է լիներ։ Համաձայն չեք։ Ինչ որ ռադիկալ փոփոխություն պետք է լիներ։ Ես ինչ որ կա հրապարակվել է, մենք տեսել ենք։ Բայց խնդիրը ես ասեցի ուշադրի չէ երևի, խնդիրը Նիկոլ Փաշինյանի մեջ է, Ալիևին ու մնացածներին հանգիստ թողանք, նրանք մեր թշնամիներն են, էլի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, չէ՞։ Ես քիչ առաջ ասեցի, եթե մարդ Արցախը համարում է թոք, մեր վզին գցած, ինքը ինչ պետք է անի։ Նիկոլ Փաշինյանի նպատակն է եղել ամեն կերպ այդ ցավող գլխից ազատվել թոքից։ Բայց երբ որ գլուխը ցավում է, գլուխը չեն գցում։ Ինքը վատ մետաֆորա է, ես մետաֆորաների մեջ։ Դե ինքը ասել Արցախը թոք է։ Ինքը այսօր կասում Արցախը տալով ես դες անկախություն բերեցի։ Իր ասածն է։ Հետևաբար ինքը հրաժարվել է, որ Արցախը տա։ Ես իմ կարծիքն եմ ասում, հիմնվելով իր հայտարարությունների վրա, լուսնից չեմ ասում, աստղերից չեմ ասում։ Ասում եմ, մեծ մարդը այս հայտարարությունն արել է, չէ՞։ Այս հայտարարությունն արել է, այս հայտարարությունը սա է նշանակում։ Երկրորդը, ասում եք 19 թվականից Սերգեյ ջան ինքը չի հրաժարվել 19 թվականին։ Կներեք, էլի թոքի հետ կապված ինքը շատ վատ մետաֆորա է, համաձայն եմ, բայց էդի մոտարապես որ քանի որ կա կոնֆլիկտ, մի փոքր ավելի լայցան է, որ բարձր էլի, որ այդտեղ նաև կա տրամաբանություն այն առումով, որ իրական թվերով մաթեմատիկ առանց էմոցիաների կարանք նայենք, քանի որ կա կոնֆլիկտ, Հայաստանի կոնֆլիկտային գոտի է, տուրիստները ավելի շատ նախընտրում են գնալ Թիվլիս, այնտեղ աջարական խաչապուր ուտել, խինկալի ուտել բան, կարող է մի թեթև գալ Հայաստան, բայց սաղ տուրիզմը, միջազգային պրոյեկտները, միջազգային, չգիտեմ, դեսպանատներ, եթե պետք է միտեղ փող չունեն, միտեղ դեսպանատուն բացեն, բացում են Թիվլիսում, որ համել մի քիչ Երևան, մի քիչ այնքան բան լինի, այսինքն կոնֆլիկտի արդյունքում շահում է Վրաստանը, անկապանչում, տուժում ենք մենք։ Հիմա անունը կարակ դնեք թոք, կարակ դնեք բեր, կարակ դնեք անհարմարություն, բայց դա մետաֆորա է, որը տենց դուք ուղղակի դες խորանում եք մետաֆորայի մեջ, բայց ես փորձում եմ տենց մեր շանսերի մասին խոսալ։ Դիվանագիտական առումով դուք կարծում եք 19 դուք անկեղծ մտածում եք, որ 19 թվականին կարար գար տենց խաղաղություն, կարար լիներ մի հատ համաձայնություն, որը այս 40 տարի չէր ստացում, Նիկոլ եկավ, իրան մի հատ մեծ թույն բան առաջարկեցին, ինքը համաձայնվեց ու եկար հարցի կարևոր բան, իմ համար այդ հարցը լուծված էր։ Շատ կարևոր եկար։ Մշտապես խաղաղություն չկա։ Սա դեռ կեսն է։ Սա մշտական խաղաղություններ չկան։ Ինչ կարող եք աշխարհում, թողեք ասեմ։ Էլի կախվեցիք բառից, էլի մշտական չէ։ Ես հարատը Չեչնիա Ռուսաստանն ի մշտական չի, բայց խաղաղությունը, հա։ Սերգեյ ջան, զավդ տանեմ։ Իմ համար խնդիրը ամեն գնով խաղաղություն իմ համար նպատակ չի։ Ես դեմ եմ ամեն գնով խաղաղությանը։ Ղարաբաղում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Ես դեմ եմ ամեն գնով խաղաղությանը, դա կարող է պոպուլյար չի հիմա։ Ես ասում եմ։ Ես չեմ ասում ես պատերազմին կողմ եմ, ես կողմ եմ պայքարին։
Եվ ամեն գնով խաղաղությանը դեմ եմ ազգերի համար ցանկացած։ Հիմա որ հարցին եք Խաղաղության չարաշահ, ես ասեմ, որ ասեցիք դե 19 թվականին հարատև խաղաղություններ գալու։ Հա, ինչ է Խնդիրը գալու։ իմ համար, եթե Արցախում հայկական երրագույններ, հայկական հայ ժողովուրդներ ապրում, Արցախում մենք ազատ գնում ենք Ղարաբաղ գալիս էինք, Այո, այո։ մեր զինվորը այնտեղ էր ելնում, մենք գնում ենք այնտեղ հանգստանում ենք, գալիս էինք, գնում ենք, մեր այնտեղ համալսարան կար, չէ՞, հայեր էին ապրում։ Հայկական վերահսկողությունները իմ համար խնդիրը լուծված էր։ Վերջ, եւ հայրենիքի համար պետք է ամեն օր պայքարես։ Վերջ։ Իմ համար լուծված էր 19 թվականին, երբ որ մենք իդեմս Փաշինյանի հրաժարվեցինք համանախագահների առաջարկներից, իմ կարծիքով մենք հնարավորություն տվեցինք համանախագահներին շատ պասիվ լինել Ադրբեջանի ռազմական էքսպանսիայի ժամանակաշրջանում։ Սա ամենևին, ես արդար բաներ եմ, ամենևին չի նշանակում, որ համանախագահները մեղավոր չեն։ Ես իրանց եմ ասել, հրապարակային եմ ասել, որ Ադրբեջանը առաջինը թքել է ձեր փաստաթղթերի վրա, որովհետև առաջի կետը գրած է եղել ուժի չկիրառում։ Եվ Ադրբեջանը ուժով լուծել է խնդիրը։ Բայց ես էլ մի բան գիտեմ, մենք պետք է պայքարենք մեր անկախության համար, մենք պետք է պայքարենք մեր Արցախի համար։ Եվ հետևյալն ա եղել, ասինքն կանգնել ասել Թիֆլիսում դեսպանատներ կան, այնտեղ տուրիստը շատ է գնում, այդտեղ չի գնում, իմ համար պետության ազգային նկարագրը շատ կարևոր է։ Որովհետև եթե դա շատ վտանգավոր թեզ է, եթե մենք տենց մտածեցինք, Ալիևի պահանջները, Թուրքիայի պահանջները գնալով շատանալու են, մեր պետությունը իր ոգուց հեռանալու է, ոգի որն է մեր պետության, մեկ Արարատի սիմվոլն է, չէ՞։ Ես այսօր ասում են Արարատից հրաժարվեք։ Ասում են Դե իր էմոցիաների դաշտ ենք, էմոցիա չի, դա սիմվոլ է։ Սիմվոլը սիրում ենք, համաձայն եմ։ Հիմա ես մաթեմատիկայի դաշտ եմ Ես մաթեմատիկայի դաշտ չեմ մտնում, ես գտնում եմ, որ ես ոգու դաշտ եմ մտնում։ Այդ մարդիկ, որ մաթեմատիկայի դաշտ մտնեն, Եռաբեդրում պարկած չէին ելնի։ Սերգեյ Դե ջան։ մաթեմատիկայի դաշտով հա Սևանի կեսնա կարող անեն ցնի որ պետք է։ Ասինքն մարդիկ որ գնեն, եթե մաթեմատիկայի դաշտով նայես, Դե ուժեղ է։ 91 թվականին, երբ որ Արցախը սեպտեմբեր 2-ին իր անկախություն հռչակել է, 150,000 Արցախը 9 միլիոն Ադրբեջանում չէր կարող կռվել, բայց կռվել հաղթել է, չէ՞։ Ասեմ ավելին, ինչքան ես եմ շփվել կրված մարդկանց հետ, զինվորների հետ, մենք շատ մեծ առավելություններ ունենք, այսինքն մեր կողմը ամեն դեպքում միշտ ավելի ուժեղ էր, մի քանի գլուխ։ Ու 16 թվականի քարորիային եմ ուզում վերադառնալ, այո, մենք ջարդեցինք, ու ես էլ համաձայն չէ, որ ռազմետկը բոյում էր եւ այլն այդ բաների հետ, բայց ամեն դեպքում իրանք ինչ որ բան փորձեցին, տեսան, արա մենք թույլ ենք, տուպո ենք ու պրոֆեսիոնալ չենք։ Այդտեղից ինչ որ բան փոխեցին, բերեցին ինչքան ես եմ հասկանում, որ իրանց ինստրուկտորների փոխարեն լրիվ թուրք ինստրուկտորներ, հրամանատարներ, ինչ որ Իսրայելի հետ, այտենց եսին չապատկեցին իրանց ներմուծումները, այսինքն դասեր քաղաքացին, բարակտարներ բերեցին, այսինքն չէ կարա ամեն անգամ իրանք այտենց upgrade են անում, մենք մնում ենք նույնը կամ մոտավորապես նույնը ու ակնկալենք նույն արդյունքը։ Ինչ որ պահի դրա համար որ ասեմ ժամանակը մեր դեմը աշխատում, որ այդ համաձայն չեք։ Ես չգիտեմ ինչի հաշվին համաձայն չեք, որտեղ մենք ունենք իդեպ այդ հարցին չանդրադարձակ Անջիգար դաշնակից, որը մեզ նույն ձև չէր նայում, ոնց որ մյուս պետության ջիգարով դաշնակիցը ու անընդհատ 13 թե 14 թվականից անընդհատ ինչ որ տես սահմանային լարումը բարձրանում էր ու առաջի մասևորներ, Անջիգար դաշնակիցի հիշեցի, առաջի մասևորներ Հա դու հասկացա, որ իրանք ուժեղացան, հա իրանք դասը քաղեցին։ Սերգեյ ջան, տես եղբայր։ Ես այն կարծիքին չէ, որ մենք դաս չքաղեցինք, որովհետև ապրիլյան պատերազմից ամիջապես հետո ես կարող եմ ասել այնքան ինչքանով ես տեղյակ եմ ու գաղտնի բանով էլի։ Այդ հանձնաժողովներով բանով, ասինքն մենք փոխեցինք մեր ռազմավարությունը, մենք Ռուսաստանից ստորագրեցինք 300 միլիոն ներքին դոլարի, ներքին գործարանային գներով զենք ունենալու, նորացված զենք բերելու հնարավորություն, եզակի երկիրն ենք, որ Ռուսաստանից առանց պաշտպանության հենց գործարաններ, ներքին գործարանային գներով արտոնյալ վարկեր։ Եվ երկրորդը մենք փոխեցինք մեր, դա մեր պարոն Զաքարյան Արտակը շատ ավելի լավ գիտի, դե պաշտպանության փոխնախարարներ, մենք փոխեցինք ամբողջ գնման պլանի տրամաբանությունը նաև Եվ հիմնական շատ լուրջ հատված բյուջեի դրեցինք բեսպիլոտիկներ
PVO եւ բեսպիլոտիկներ արտադրելու առնելու վրա։ Այդ Հիմնականում երգում են, կստати, ավարտը Այդ թղթերը կան։ գլուխները պատով են տալիս։ Պետք է հրապարակային ասվել է, նաեւ իրանց իշխանության Ես հիշում եմ, որ դա ասվել է, դա ասվել է հրապարակային, ես հղում եմ անում ասողներին, էլի, որովհետեւ ես պաշտպանության նախարարության հետ կապ չունեմ, չեմ պետք մասնագիտական գիտելիքներ չունեմ, չեմ խոսում, բայց այն ինչ որ բաց աղբյուրներից է, դա եմ ասում, այսինքն 16 թվականի պատերազմից հետո փոխվեց եւ տրամաբանությունը, պաշտպանության նոր նախարար եկավ Վիգեն Սարգսյան, ազբանակ, նոր տրամաբանությամբ, նոր ռազմավարության դեր պատիվ ունեմ ծրագիր, տարբեր ծրագրեր մենք մտանք եւ գնման ռազմավարությունը փոխվեց եւ մեծ շեշտադրում արվեց PVO-ի եւ բեսպիլոտիկների վրա։ Ինչ արեք այս մարդը։ Այս մարդը եկավ գնման պլանը փոխեց, ըստ հրապարակային բաց աղբյուրների եւ գնաց ինչ արեց։ Էլիս բան, երկու հատ սու առավ, առանց հրթիռների գնաց սելֆի արավ։ Ով է հիշում հիմա այդ սուերը։ Երկու հատ իսրեբիցել առավ, որը չթռալելոտ, որը չկրակեց, վերջում ասեց բան չունեն, գնաց սելֆի, երբ որ մարդու համար սեփական բանը սելֆին ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունը, այսօրն ենք ընկնում։ Թե չէ այնպես չի եղել, Սերգեյ ջան, որ մենք դասեր չենք քաղել։ Միգուցե մենք իրանց նման պետք չի շատ հրապարակային չենք եղել, որովհետև անվտանգությունը ինքը պետք է մքշել փակելն, էլի պետք է մասնագետների հետ քննարկել։ Անվտանգային, օրինակ ես ինքս անվտանգության փորձագետ չեմ, եւ երբ որ փորձագետները խոսում են, ես լռում իրանց լսում եմ, էլի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինքն իրան ամենագետի տեղը, դեր ամեն տեղ կարելի, որտեղ կար խոսքի սուեր նստում, փաստ այն է, որ ինքը այդ գնման պլանը փոխեց, սուն առավ, այդ սուերը չթռան եւ վերջում էլ իմացանք այդ իսրիբիցիլները հրթիռել չունեին։ Այս բլոկը բրծար, որտեղ ես Հա, Ռուսաստանի բաներ եմ ուզում, էդ էլ ասեմ, հա։ Մենք կարծեմ Նիչեն էր ասում է մեր դժբախտությունները մեր սխալ սպասումների մեջ են։ Մենք չպետք է Ռուսաստանն ու հայերը, ռուսն ու հայ ինքը նույն ազգի չեն։ Մենք տարբեր ազգեր ենք։ Թուրքն ու ադրբեջանցին։ Իրանք գլոբալ առումով նույն ազգն են։ Դա ոչ թե ես եմ ասում, դա Իլհամ Ալիևի հայրն է ասել, Հեյդար Ալիևը, մեկ ազգ երկու պետություն։ Իրանք երբ որ Սերժ Սարգսյանն ասել է Ադրբեջանը ու Թուրքիան, մենք չունենք Թուրքիայի նման դաշնակից, շատ նորմալ է, բնական է։ Եթե մեկը ԵԱՏՄ անդամ է, ՕԴԿԲ Հիմա ուրիշ բան անդամ է, ասեմ։ նորմալ ակնկալիք է, որ այն իր թշնամուն զրիկ չվաճառի, ինձ թվում է Դե, հա տեսեք, բան հիմա չեն կարող տեսեք, ստանալ, մենք այդ Սերգեյ Նարեկ ջան, չի եղել ոչ մի անգամ հանդիպում, առնվազն պարլամենտական մակարդակով, ես իմ պահով ասեմ, որտեղ ես իմ գործընկերները Իմիջիալուց այն ժամանակ մի հատ լավ բան կար, ընդդիմություն թե իշխանություն, կարող աստեղ իրար քննադատեինք ուտեինք, բայց դուրսը ես չեմ հիշում մի պատվիրակություն, որտեղ մենք միասնական չլինենք։ Բացի Զարուհի Պոստանյանից։ Չէ, ես ինքին պատվիրակության մեջ չի եղել, դրա համար եմ ասում, էլի։ Իսկ մենք մեր ռուս գործընկերներ շատ խիստ, շատ սուր բաներ ենք ունեցել, այնպես չի որ ես հիշում եմ, երբ որ ՕԴԿԲ-ում ուզում էին Պակիստանի սարքեն դիտորդ անդամ, ես վետո դրեցի։ Ռուսաստանի ազգային ժողովի նախագահն եկավ Հայաստանի մեծ հանդիպեց, նախագահի հետ հանդիպեց, իրանք ուղիղ կընտրում էին, որ մի եկեք նույնիսկ քվեարկության վետո մի դրեք, մեզ պետք է, ես իրանք ասել եմ, չէ։ Այնպես չէ որ տենց ամեն ինչ հաշտ ա եղել, էլի։ Իամիսես փորձում են ներկայացնեն, մենք ընդեղից ոնց սենց արել են, չէ, մենք պետության շան ենք արել։ Հպատակ։ Խախտում ես ՕԴԿԲ-ում վետո եմ դրել։ Ես դեմ եմ քվեարկել, ես եմ եղել Հայաստանի ներկայացուցիչ խորհրդում, հանձնաժողովում եղել է Խոսրով Հարությունյանը, եւ Խոսրով Հարությունյանը հանձնաժողովի մակարդակով, եւ ես խորհրդի նիստում Նարիշկինի այնուհետեւ Վալոդինի հետ հանդիպումների ուղիղ գրավոր նամակները կա, եւ գրավոր եմ եկել է աստեղ նույնիսկ գործը ասලා նա որ պետության ղեկավարների մակարդակով ասել են Պակիստանը Հայաստանին չի ճանաչում, առաջի դեպքում եղել է մինչև Քարոզիա պատերազմը Նարիշկինի ժամանակ Սլուսկիներ եկել, ուղիղ ասել են որ անհնար է դա չի լինելու, երկրորդը արդեն ապրիլյան պատերազմից հետո ավելացել է եւս եւ դա ավելացել է եւս մեկ շատ կարևոր փաստ իմ կողմից, որ ախպեր 4 օրվա մեջ 5 statement արել պրոադրբեջանական Պակիստանը, ես ինչ եք ուզում բան անեք, մենք չի քվեարկելու, շատ ուղիղ ասել եմ մեզ դա պետք է, ասել եմ մեզ դա պետք է, ես իմ պետության շահի դեմ չեմ կարող գնամ, ուզում եք նեղացեք, ուզում եք մի նեղացեք, ասեք նես չի որ ամեն ինչ տենց հարթ է եղել, աշխատանքային հարաբերություններ ա եղել, նույն ՕԴԿԲ-ում Նիկոլ Փաշինյանի սիրելի Կազախստանը, որը ինդեյս Բարքեվաստանում, մենք ռուսների հետ այդքան մեծ խնդրեմ չենք ունեցել։ Հիմնական խնդրեմը ՕԴԿԲ-ում Ադրբեջանը չկար, բացի ենք թուրք պակա, էլի, ասիկը Парламентская ассамблея туркоязычных государств, այնտեղ Ղազախստանը ոնց որ Ադրբեջանը ստացել էր։ Իրանք միշտ
գրեթե օժանդակում են, ժամանակ Տոկաևն է ներկայացնում, մենք միասին ենք այնտեղ աշխատում, չի եղել մի Ղարաբաղի հետ կապված խնդիր, որտեղ իրանք չփորձեն ադրբեջանցիքի հետ սինխրոն աշխատեն։ Այսինքն այնպես չի եղել, որ մենք սխալ բաց ու զենքի խնդիրը մենք միշտ ներկայացրել ենք, ասել ենք։ Իրանց նույնիսկ նախագահ Սարգսյանը կարծեմ Մեդվեդևի թե Լավրովի եւ Մեդվեդևի Լավրովի հետ հանդիպանը դա հստակացրեց, որ հայ ժողովուրդը լավ չի ընդունում էլի այդ բանը, բայց մենք չէինք կարող դրա վրա ազդել, դրա փոխարեն մենք ինչ էինք անում, ինչ որ կարում ես։ Մենք 50,000 տոննա ձրի զենք էինք վերցնում։ 50,000 տոննա ձրի զենք էինք Հայաստան բերում եւ Իսկանդեր ունեինք, որը ստրատեգիական զենք էր եւ որը ըստ մասնագետների, եթե 44 օրյա պատերազմի ընթացքում Պանազնաչենյու կիրառվեր ժամանակին եւ տեղին, բայց ձեր նշանակած նախագահ Արմեն Սարգսյանը վետո դրեց դրա վրա։ Դե մեր մեղքերը այդ իմաստով շատ է եւ մեղքերից մեկն էլ Արմեն Սարգսյանի իմտրելն է եղել։ Ես դրա հրապարակային եմ։ Բրցանք էս մասը։ Մյուսը մեղքերի մասն է։ Չէ, այս դու մտածում ես всё։ Նայեք, ինձ մի քիչ բացում է, որ ասում եք մենք շատ ենք խոսացել մեր մեղքերի, մեր սխալների մասին։ Ինչքան է բացում շատ թե քիչ։ Քիչ եք խոսացել ու շատ մակերեսային։ Հա, մենք այդքան ականջալուր չենք եղել ժողովրդին կամ բա, Մելիք Ադամյանի ժամանակ էս ուրիշ բան, չէ, այդ պետք է վերադառնամ, այդ Մելիք Ադամյան 2, այդ երկուսի հայտարարության ժամանակ ինչքան ուզում եմ ուրիշին ուղղվածներ բան, բայց այնտեղ կար մի հատ փոքր զանգված, որը կոչվում է ժողովուրդ, որը մտածում էր, արա մենք այդտեղ մեխի գլուխ ենք, вообще մենք вообще ինչ որ կապ ունենք, ինչ որ իրար բան են հասկացնում, թեկուզ եթե իրար են հասկացնում, այսինքն այս իշխանությունը ստեղում ասում են ու ժողովուրդը դες տոտալ կտրված է իշխանությունից, ժողովուրդը չէր զգում, որ իշխանությունը իրանց ձակն է, որը պետք է Իմացեք ջան, մենք ինչից ենք խոսում, էլի 18 թվից Մինչև այդ well, դե չթողեցիք Մենք մի 26 թվին ենք ցավը տանեմ։ Իսկ մեր պետությունը կանգնածա կորցամա, ես մեր պետությունը լուրջ եմ ասում, կանգնածա արևմտյան Ադրբեջան դառնալու մասին։ Պատճառներից շատ խորքային պատճառներից եմ գալի, բայց օքեյ, Կարապետյանի մասը ռետրոսպեկտիվ ասեմ, որովհետև ես չէի հասցրում բաներ դնել։ Բացաբանաշատը դու ես խոսում, ներողություն խնդրում եք, հետ էլի երևի։ Ընկեր, տեսեք էլի։ Այդ սա վերտիկալ Կարապետյանի բանը լրիվ համաձայն եմ, բայց հետաքրքիր է։ Недосказанность։ Հələ դուք իրար եք խանգարը, մի հատ կողմնորոշվեք։ Հա, դու հարցեցիր Կարապետյանի մասով, հա։ Էլի եկանք ինքեդին ենք հասնում, ուսից մշուշոտ է, էլի։ Լավ, Սերգեյ ջան, հարցը ձևակերպի փորձեմ կարճ հստակ պատասխանեմ։ Կարապետյանի մասով էր հարցը։ Կարապետյանին այն պահին առաջարկեցիք ինչ որ ստանձնի պատասխանատվություն, երբ արդեն դա աբսուրդ էր, կոնկրետ այնս կոլապսի եզրին, օքեյ, հիմա Արմագեդոնին 5 ապակած, դե ոչ դու եղել։ Եթե մի տարի առաջ, ինչպես նաև չեմ ուզում խոստացվել էր, բայց ոնց որ վստահեցվել էր մեզ, որ կարծես թե Կարապետյանն է ղեկավարելու, այլ Սերժ Սարգսյանը կարծես թե հավակնություն չուներ։ Եթե ի վերջո իրոք Կարապետյանով գնանք, գուցե այս սաղ մղձավանջից խուսափեինք։ Սերգեյ ջան, ես կարծում եմ լուրջ չէ եւ հավաստի չի կարա լինի այն հարցի պատասխանը, որը սկսվում է եթերով, իմ պատասխանն է շարունակվելու է ապայով։ Եթե սենց լիներ, ապա այսպես Նիկոլ լիներ։ ասում է, եթե մորակույն է, ստամարտել։ Հա, ասինքն անիմաստ, ասինքն եթե սենց իհարկե, եթե սենցներ, ապա սենցներ, եթե իմանայք սենց, ապա սենց անիմաստ է, դրա համար եմ ասում։ Մենք մեր ամբողջության մեջ ունենք այն ինչ որ ունենք։ Ես չեմ ուզում անցյալի հետ կռիվ տամ, մի բան ընդամենը ֆիքսեմ։ Սերժ Սարգսյանն առաջադրել է Կարեն Կարապետյանը, եւ գործադիրում եւ եւ Կարեն Կարապետյանը ավարտել Կարեն Կարապետյանը եղել է մեկուսակցության նախագահի առաջի տեղակալը, իսկ ուշ են առաջարկել, շուտ են առաջարկել, ես ասեցի ի պատիվ պարոն Կարապետյանի, ես ինքս եմ, ես իրան շատ հարգում եմ, ունեմ շատ ջերմ հարաբերություններ, ի պատիվ պարոն Կարապետյանի, ինքը այդ ծանր պահին, ապրիլի 23-ին, երբ որ նախագահ, ասիկը վարչապետ Սարգսյանը հրաժարական էր տալիս, ինքը պատրաստ էր, ինքը պատրաստակամություն ունեցավ վերցնել այդ պատասխանատվությունը։ Պարզապես մի քանի օրվա ընթացքում իրավիճակը նենց սրվեց, նենց փոխվեց, եւ ես ասեցի, որ ենթադրում եմ, որ նա չառաջադրվեց նույն պատճառաբանությամբ, ինչի համար հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, որովհետև եթե շատերին թվում էր, որ միայն Սերժ Սարգսյանի իշխանության դեմ է ուղղված, ապա մենք տեսանք, որ հենց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Պլավնի դա անցավ նաև Մերժել Հանրապետականին ու Կարեն Կարապետյանին։ Էսա, բայց ես գտնում եմ, որ
մենք այն ժամանակաշրջանը չենք ապրում, որ մենք կարողանանք մեզ ընձեռել այն շռայլությունը խոսել անցյալի sense ռետրոսպեկտիվ, էլի այսօր 20 հիմա է կանգնած մեր պետության, լուրջ եմ ասում, մեր երրորդ հանրապետությունը, որպես պետություն, որը անկախության հռչակագրի հիմա ստեղծված է, ինքը գահավիժում է եւ լուրջ վտանգի առաջ է։ Միայն Ինձ թվում է 21-ին էր։ Ապրեսետ չէ, բաց 21-ին, չէ, Էսի ելնելու է բլեդնը подобие 21-ը։ Աստես 21-ին, Նարեկ ջան, տղեկ ջան, 21-ին այս մարդը չի ասում անկախության հռչակագրից պետք է հրաժարվեմ։ Չի ասել Արցախը Ադրբեջան։ Հա, չի ասել բանը Արցախն Ադրբեջանա։ Հիմա ինքը այնքան 21 ինքը ֆռսրեց, հիմա եթե ինքը վերարտադրվի, արդեն դե յուրե, ոչ միայն դե ֆակտո, արդեն դե յուրե երրորդ հանրապետություն չի լինելու։ Իսկ մեր երրորդ հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման եւ երրորդ հանրապետությունը ծնունդ է անկախության հռչակագրի։ Եվ մենք անկախ մեր կուսակցական պատկանելություն, իսկ հա կոնսենսուս -1, որ անկախության հռչակագիրը պետք է պահել։ Միակ քաղաքական ուժը, որը հրապարակային դեմ է խոսում անկախության հռչակագրին, ու ասում անկախության հռչակագիրը պետք է սահմանադրությունից անենք, դա քաղաքացիական պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց բանն է, էլի, պանիխիդան արնելու։ Ես ինչ եմ ուզում հարցնել, հիմա հետաքրքիր sense ինքը լավ վիլկաներ է դնում, որտեղ լավ անում, պետքա դուր կտան։ Եթե դուք ասում եք Արցախի հարցը վсё փակված այն շուտ տուպիկի մեջ է, փաստորեն ոչ մի տարաձայնություն չունեք իր հետ, եթե ասում եք փակված չի, ինքը ասում է, ըհը, ուրեմն պատերազմ։ Հիմա առանց էմոցիաների կա իսկապես ինչ որ ռեալ ճանապարհ, որով փակված չի, տեսնում եք արդյոք այդպես ճանապարհ եւ ոնց այս վիլկայից դուրս գալ էլի, որ հիմա սարքում է ցանկացած այլ բան նշանակում է պատերազմ։ Ոնց որ թե այդ կուտը օքեյ աշխատեց։ Տես, ինքը խիա քիչ թե շատ հաջողում էս փուլում։ Որովհետեւ ինքը մարդիկ ռացիոնալ հարաբերությունների մեջ են, չէ՞, կարող մտածեն։ Երբ որ քո ճակատին պիստոլետ են դնում, ու կամ քո երեխու ճակատին պիստոլետ են դնում հերի մեզնից, էլի, բոլորից, դուք որոշումները ռացիոնալ չեն։ Հիմա ինքը ատրճանակը դրել է հայ ժողովրդի ճակատին, ասում է, եթե ես չընտրվեմ, ձեր երեխեքով զոհվելու են։ Այսինքն, այս իմաստով ինքը շանտաժ, ինքը շատ վատ բան է անում։ Եվ այդ իմաստով ես մարդկանց էլ չեմ մեղադրում։ Ես նույնիսկ մարդիկ գիտեմ, որ իրանք Նիկոլի քաղաքականությունից զզվում են, բայց իրանք երեխեքը ծառայում են բանակում, ու ինքը շանտաժ անում, ասում է, հա, երեխուս դեռ մի տարի կա, արա, բա որ Նիկոլին չընտրեմ, այս դե մենք չենք առաջարկում, մեկ ուրիշը գա, երեխս կորցնեմ։ Այսինքն ինքը շատ վատ, անբարոյական բան է անում, որ ինքը սեփական ժողովրդին շանտաժի է ենթարկում, վախում։ Այսինքն սա պետք է կարողանալ, ես չգիտեմ ոնց, իրոք ձևը չգիտեմ, պատրաստի դեղատոմ չունեմ, ոնց պետք է կարողանանք, ասենք ժողովուրդ ջան, պատերազմը հենց ինքը Նիկոլն է, եւ եթե մենք ունենանք նորմալ համախմբված իշխանություն, կարելի է աշխարհի տերությունների հետ առնվազն Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ աշխատել եւ չունենանք այդ պատերազմը։ Երկրորդը սա շատ կարեւոր իր մանիպուլյացիան։ Տեսեք, տղեկ, ինքը ասում էր Արցախը թոքեր, Արցախն է խնդրեմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ասիկա մեր կոնֆլիկտի հիմքը եղել է Արցախը։ Արցախը ինքը տվել է Ադրբեջանին։ Հələ ասեմ, Ալիևը խի պետք է պատերազմ սկսի։ Նույնիսկ մի հատ հարց եմ տալիս։ Ինչ է ուրեմն ինքը Ալիևին։ Ասիկա ուրեմն ինքը Ալիևին ինչ է։ Ինքը Ալիևին ինչ է խոստացել։ Ինքը Ալիևին ինչ է ասիկա ինչ է խոստացել որ գալու է։ Գիտեմ ինքը ինչ ասում, ասում է սրանք որ գան, պետք է ասեն, այլի գնում եք, բայց չկա պաշտոնապես հայտարարում եմ, ընդդիմության մեջ չկա ուժ, որը ասի, ես որ եկա, վաղ Արցախը հետ եմ բերելու։ Չկա տենց ուժ, ընկեր։ Այսօր մեր խնդիրը պաշտոնապես հայտարարում եմ։ Այսօրվա մեր խնդիրը, Սերգեյ ջան, մի բան է նպատակը, այսօրվա մեր խնդիրը, ես պաշտոնապես ասում եմ, իմ կարծիքով, եղածը պահելն է։ Մենք պետք է կենացնել, մենացնել, իհարկե պետք է նպատակ ունենանք, իհարկե չենք ասենք Արցախի էջը փակված է, բայց այսօր հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գերխնդիրը եղածը պահելն է, բայց եղածը կարող ենք պահել մի դեպքում, երբ որ ԿՊ-ն ու Փաշինյանը չլինեն իշխանության, բայց երբ որ կանենք ասենք Նիկոլը որ չլինի, այս կողմից մտելու ենք Սասուն, Վան, այն կողմից գնանք բանում լողանանք, ախպեր ջան, տենց չի էլի Թարտարգետում։ Ես ռեալ մարդ եմ։ Դե մի բան է, որ խաղաղության մասին խոսում է, ասենք Նիկոլը, լրիվ ուրիշ բան է, նույն բառերով խաղաղության մասին խոսում է, ասենք Դաշնակցությունը։
Պարզ է, որ ակնկալիքները, պատմությունը, տրամաբանությունը հուշում են, որ ցենց շատ տարբեր կարող լինի։ Ուզում ասեմ, այդ որ ասեք ինչ տարբերությունով գա, մեկը ոչ մեկ չի խոսում, ինչ որ տարբերություն ամեն դեպքում ընկալելի մակարդակում կա, բայց դա որպես պրոստը կոմենտ։ Չի կարող լինել խաղաղություն, ավարտում չի կարող լինել խաղաղություն, որ երաշխավորն Ալիևն է։ Իսկ իրանք հայտարարել են, որ Հայաստանի անվտանգության երաշխավորն Ալիևն է։ Չի կարող, եթե Ալիևի կամքից է կախված, Ալիևի կամքը ցանկացած պահի։ Ինչ որ կեսն եք ասում, էլի, որ կես ասել։ Ապա մենք ով ենք, որ ինք ԿՊՆ-ով է, որ Ալիևի բանը լինի։ Ալիևը նույնիսկ կայֆավատ է Հա, ասպասպայի ասել մենք ենք, հա։ Դե մենք է գնալուց, բա որ դու իր անվտանգության երաշխավորն ես, գերիներ ունես, գերիներին հետ բեր։ Բա հետ բեր արա։ Դե քիչ է։ Դու սկի քո երաշխավորը չես, Ալիևի զորքը մտել է 240 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքից գրավելա, դու այնքան ցինիկ ես, ասես ես Ադրբեջանի երաշխավորն եմ։ Քանի որ Նարեկը 21 թվից խոսած, ես էլ ունեի այնտեղ բան։ Ես 21-ի ընտրություններից, հա։ 21-ի ընտրություններից ու այդ ժամանակաշրջանից 21 թվի, որտեվ ես էլ ժամանակ ոնց ասեմ, գերեմոցիոնալ, շատ վճռական է ու շատ ավելի ոնց ասենց ասեմ, ես վստահ եի, որ դե չի կարելի նորմալ մարդը այս աղետից հետո գնա Նիկոլին ընտրի, դա անհնար է, չի կարա այդպես բան լինի։ Ու օբյեկտիվությունը դլորով դրել էի մի կողմ, չգիտեմ, այդպես բանը, ես ամեն ինչ արել եմ, որ իրանք չանցնեմ։ Ու իդեպ որպես կողքից կոմենտ, էլի այն ժամանակ ես չեմ հիշում մեր ձևով կամ Սավել Կարապետյանը вообще ինչ որ բան անում էր, որ Նիկոլը չներ թե չէ, բայց ես զգում եմ, որ էգզիստենցիալ գոյաբանական խնդիր է, այս մարդը ինչքան ասում է դեօկուպացիա, ախպեր կոնկրետ զախողել է։ Պատված ղեկավարը պետք է գնա, էլի։ Ոնց կարա ինքը մնա։ Բայց նեն ստացվեց, որ ես իմ ուզածով չեղավ, սենց ասենք։ Վստահ եմ ձեր ուզածով էլ չեղավ։ Ու հետո այն իմ ակնկալիքները, որ ես մտածում եմ, всё, էլի, որ ինքը գա մի քանի տարվա մեջ շատ ավելի վատ անելու։ Հիմա էլի ձախողումներ եղան, էլի սահմանային Արցախի հայաթափում, հա, հայաթափում, բայց արդեն ոնց որ բանը պարտված էր այդ բանը։ Հա, հայաթափում, էլի մի քանի ներխուժումներ եւ այլն եղան, բայց այն գոյաբանական զգացումը, որը կար 21-ի ընտրությունից առաջ, չեք կարծում, որ հիմա նույնը չի։ Չեք կարծում, ու եթե ժամանակ դասում եմ, արա թող ՀԿ-ն լինի, թող Քոչարյանն լինի, բան կարող է շուտ ինչ-որ մի հատ այնպես adekvat մարդ լինի։ Հիմա այդ տագնապային զգացումը ոնց որ sense ասեմ նույնը չի, ու որ ասում եք գոյաբանական խնդրի առաջ ենք, ոնց որ вообще համեմատելու չի 21 թվի։ Հիմա այդ ոնց որ կորցնելու բան, չգիտեմ, լրացուցիչ ինչ որ trip-ա, բանա, ես ինչա, մի խոսքով ինքը բավական անհամեմատելի է 21-ի հետ։ Դրա համար ինչքանով է հիմա գոյաբանական ձեր բարձրացած հարցը համատած նրա հետ։ Տղեկ, տեսեք, շատ ճիշտ բան ասեցիք, շատ ճիշտ, խորքային շատ բան ասեցիք։ Ու դրա համար եմ ասում, որ գոյաբանական է։ Տեսանելի թշնամին ավելի նվազ վտանգավոր է, քան անտեսանալի։ Այս բթությունը, ներողություն, որ տենց եմ ասում, էլի կամ այս համակերպումը ինձ շատ վախեցնում է։ Դրա համար եմ ես ասում, որ մենք կանգնած ենք գոյաբանական ճգնաժամի մեջ, որտեղ մենք չենք հասկանում ինչ ենք անում, մենք չենք հասկանում ընդհանրական մեր սոցիումը չի ընկալում, որ մենք գնում ենք դեպի այս մարդկանց վերարտադրման ժամանակ մենք գնում ենք դեպի մեր իդեալների սպանում, որի համար գլոբալ առումով այս պետությունը ստեղծվել է։ Եվ այո, հələ մի հատ նայեք, էլի 21-ին, երբ որ ընտրության կար, հələ Արցախ կար։ Արցախում հայեր կային։ Այսօր 120,000 հայ մինիմում, եթե ոչ 140,000, Արցախից եկել է, էթնիկ զտման է ենթարկվել, Տավուշի գյուղերը տրվել է, 200 դրանից հետո 240 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքը ադրբեջանցիք մտել է, կներեք էլի, բայց ոչ ես մի հատ բան ասեմ, Արցախը ընկալվում էր որպես արդեն Ռուսաստանի խնդրեմ, որտեղ խաղապանները այնտեղ են, օքեյ, այդ արդեն Ռուսաստանի բաց հայրը այնտեղ են ապրում, չէ՞։ Բաց հայրը այնտեղ են ապրում։ Այսօր մարդիկ չեն ապրում, չէ՞։ Պատմության մեջ մեր աշկի առաջ մենք շատ հետ եմ ասում, մենք բթացած ենք։ Բթացած, եթե ես որ մի պահ ես լուրջ մտածեմ իրականության հետ իրոք առերեսվենք, մենք բոլորս ոչ մեկը չենք ուզում խնդրեմ, մենք ուզում ենք խնդիրներից բան անենք, էլի։ Խուսափենք, եթե այն ժամանակ շատ թարմեր, մեզ բաց մի բթացած վիճակ է։ Նա ձվածեղ սարքելու վիճակ։ Մենք ուղիղ նայ տես, այ ախպեր ջան։ Մենք ողբերգության մեջ չենք ջոգում։
Այն ժամանակ դուք պատկերացրեք, օրինակ մենք այն 15 թվականը ոնց է որ 100,000-ներով քշում էին հայերին, տանում էին Տերձոր, չէ։ Մենք բոլորս ուղիղ եթերում ականատեսն ենք եղել, պարզապես այն վաղ քշել են բան, հիմա ավտոներով մենք ականատեսն ենք եղել Արցախի հայաթափան, այդ կիլոմետրերով այդ բաներում, որ այդ հերթի մեջ մարդիկ մահանում էին, չէ, այդ ավտոների, զովում, որ մարդիկ իրաց դիակները ու մենք դրանից հետո այնքան բթացել ենք, մեր զգայանները բթացել են, բայց այդ եմ ասում, մեր ինքնապաշտպանման բնազդը զրոյացվել է։ Դրա համար երբ որ ես ասում եմ մենք բան ենք անում, գոյաբանական ճգնաժամի մեջ ենք, պետությունը գահավիժում է, բան, այս մարդիկ կարող ասեն, էս ինչ է Շարմազանով եկել ես նախկին խոսում անկապ ապեր հետա մեր պետությունը ինչի համար է ստեղծվել։ Մի հատ բարձեք անկախության հռչակագիրը, մի հատ գնացեք Եռաբլուրի հերոսների գերեզման ու մի հատ տեսեք ինչի համար իրանք պայքարել են, այսօր եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, մոռացեք ես հանրապետական եմ, ազգանունս ինչա ոնց է, տղեկ մենք ունենում ենք մի պետություն, որի մոդելը Էրդողանի գիրքնա եկել Ալիևը, այն ինչ որ Ալիևն ասել է, որ ախպե դե Արցախից հրաժարվեք, դե ցեղասպանությունից հրաժարվեք, դե սենց արեք, նենց արեք, ասինքն պետություններն ինչի համար են։ Խոսքի ուտեն ու գնա միայն բան պետքարան։ Տես չի։ Մենք դարձել ենք սպառողական հասարակություն։ Ես միշտ սա շատ խնդրեմ է։ Մենք սպառողական հասարակություն ենք։ Կարևոր բան ասեմ, էլի, ինձ թվում է ընդդիմությունն էլ է։ Դրանից անմասն չի, որովհետև հիմա ինչ ասում եք, պրինցիպի գլոբալ համաձայն եմ, բայց ոչ մի անգամ եւ ոչ 21 թվին եւ ոչ բոլոր այդ շարժումների ընթացքում ասիկ ընդդիմությունը ցույց չտվեց, որ այս գոյաբանական խնդիրը այ այնքան իսկական եւ անխուսափելի է, որ մենք вообще ամեն ինչ դնենք մի կողմ։ Вообще ամեն ինչ ասում եմ, նկատում եմ նախագահները մի հատ չհավաքվեցին։ Մի հատ հանրահավաքի ժամանակ, որ 3 նախագահ ելներ բեմ, էդի մեսեջ կլներ, որ ժողովուրդ այսին շատ լուրջ է, նայեք Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանին չի սիրում, Սերժին չի, այդ, բայց անգամ որ եթե այդ չի լինում, ժողովուրդը կարող է դաժե դրա մասին ուղիղ չի մտածում, բայց այս ենթագիտակցության մեջ միտև ուրեմն պոլիտիկա է, չի ամեն ինչ, որովհետև այդ որ մենք ստավկա ենք անում, այսինքն ամեն ինչ, այդ կետը ոչ մի անգամ չեղավ, եղավ մի քիչ շատ, եղավ մի քիչ լավ, եղավ որ Բագրատ Սրբազանի հանրահավաքի տարբեր խմբեր ես անձամբ տեսել եմ ոնց որ այդ բանը դրել էին, որ եթե Սասնա ծռերը այնտեղ են, ուրեմն մենք չենք գնա, օրինակ էդի չկար, բայց մեկը միջև վերջ չգնաց ու ինչքան այդ ժամանակը կորմա, ոնց որ այն մյուս Սերգեյի նկարագրած բանում, այնքան հնարավոր ալնում ռազրուլից տեսեք Բագրատ Սրբազանը Քոչարյանին հանդիպեց, ինչ են խոսում Քոչարյանը։ Լավ, շատ գազ մի տոր հասկացանք։ Չէ՞ թող գազ տա։ Էդի չեք ցույց տվել ոչ մի անգամ, որ վсё, այսին վճռական են ֆինալնի բիտվան։ Տես, Նարեկ ջան։ Համամիտ եմ։ Ինչ ասեմ։ Всё, Համամիտ եմ, բայց մի բան ասեմ, էլի, ես իմ կոչը հետեւյալն է, էլի։ Ես լուրջ եմ ասում, չեմ ասում ժողովուրդ ջան։ Սրան, այս մարտիկ վերարտադրվելով մենք մեր Հայաստանի Հանրապետությունը, որը գրված է անկախության հռչակագրում, դե յուրե կորցնելու ենք, ոչ թե արդեն դե ֆակտո, դե յուրե։ Եվ Հայաստանը կարա վերածվի Արևմտյան Ադրբեջանի։ Նես չէ, որ խոսքի։ Ինչ չգիտեմ։ Օրինակ Արևմտյան, ասիկա, եթե կներես, ես էլ ասում եմ, եթե Հայաստանի հետ գնա 10 տարի, այն առաջ անգամ որ եկել է ձեր մոտ մի 13 տարի անցել է, չէ։ Այդ ժամանակ որ ես էլ էի նոր փոխնախագահ, դուք էլ նոր մտել եք այս դաշտ։ Երբ որ մենք իր այդ հանդիպում էինք, իրեքս էլ մեր մեջ առանձին մեզ հարց տանք, որ 26 թվականին սենց էր լինելու, դու մենք երեքս էլ դժոխքը տես կպատկերացնեին, չէ։ Բայց իրեքս էլ սաղ նորմալ հակասկապած թե նստած գինի է։ Դա դժոխքի է։ Այդ է, էլեմենտը է, հասկանում ես։ Դա մի 13 տարի հետ գնա ու ասեն Սերգեյ Նարեկ այդ Շարմազանով Էդուարդ խոսքի 3-ով մենք մեկս մյուսի հետ խոսանք, ասենք ապա 13 տարի հետո մենք հանդիպելու ենք էլի ու խոսելու ենք, որ Արցախը կորսված է, որ եկեղեցի վրա հարձակվում են, որ Հայաստանի 240 կիլոմետրը օկուպացված է, որ Արցախում հայ չկա, որ ցեղասպանության միջազգային ճանաչում չկա, որ անկախության հռչակագիրը պետք է փոխենք, կասեիր դժոխք կա, դες բավոս կարա լինի։ Տեսեք, համաձայն եմ, բայց օրինակ եթե տեսանկյունից նայենք հիմա Աջարյան, Բաթումին, տենց լրիվ Արևմտյան Ադրբեջանը կամ Արևելյան Թուրքիա կարելի ասել, ու իրանք նես չի տարբեր բաներ ես ասում։ Չէ, գիտեմ, ես փորձեմ մի հատ դուրս գանք, Աջարյանում վրացիները թուրքերի կողմից ցեղասպանության չեն ենթարկվել։ Անգլիայում որը մասնակցել է խաչակրաց արշավանքներին
Հա, Ռիչարդ Տարուցասի բանը Հա, բայց այնտեղ 16 թե քանի քաղաքի քաղաքապետ մուսուլմանը ու տենց ընդհանուր Անգլիան կորցնում է իր դեմքը, տենց ինչ որ ձուլվում են, բանն անում ու ստեղ այսինքն եթե խնդրեմը կարա այն լինի, որ մի քանի ինչ որ բիզնես լինի կամ ինչ որ մի բան լինի, դա նույնը չի, ինչ որ տենց նույնը չի, ինչ որ ցեղասպանություն է։ Մյուս կողմից, եթե մեր պատասխանը լիներ ոչ, հա, այս բանին, պետքա մենք մի կողմից մենք ունենք 30 տարի դառնալու ուժեղ պինդ պետություն, ոնց որ չգիտեմ, Իսրայելի օրինակը շատ են բերում, բայց ուղղակի շատ պետք չէ, հիմա էլ չեմ ուզում, հա, իրոք ուժեղ պետություն։ Մենք տնային աշխատանք 30 տարում բավական վատ են կարել։ Բացի դրանից, եթե մենք հավակնում ենք, որ մենք հայերս պետք է ապրենք, մինչև 18-ը տեսեք։ Լավ էլի։ Ամենակարևոր բանը։ Իսկ գոնե իմ կարծիքին է, որ կարելի էր մի քիչ ավելի բազմամարդ լինել, օրինակ եթե հայրը իրոք մտածում է, որ մենք կարևոր պատմական ազգ ենք ու ուզում ենք լինենք շատ, մենք մարդը 4-5 երեխա ունենք։ Ավելի գլոբալ բանի մեջ, հա։ Չէ, տղեկ, տեսեք, դու արդեն գլոբալ բանի մեջ ես։ Գլոբալիզացիան Իրանն անում է եւ քրիստոնեական հասարակությունները հիմնականում այդ ուրբանիզացիան քիչ են դեմոգրաֆիկ խնդիր։ Էստոնիան ոչ մի անվտանգային խնդիր գոնե չուներ, բայց Էստոնիայում, եթե նայեք նախկին ԽՍՀՄ հանրապետությունները ամենաշատ բանն է արտագաղթն է տվել էլի իսկ ինչ վերաբերում է ու եզրափակենք ինչ վերաբերում է տնային աշխատանքը լավ են կայել վատ են կայել իմ համար մի բան է դա կարևոր մինչև 18 թվականը մենք ունեցել ենք բոլոր խնդիրներով հանդերձ երկու հայկական պետություն Արցախում կանգնած է եղել հայ զինվորը Արաքսի հովտից մինչև Օմար հայ զինվորներ կանգնած մենք էլ ունենք երկու հայկական պետություն սա է խնդիրը շատ են եղել սա է եղել հիմնական բանը այսօր մենք ունենք մի հայկական պետություն որը այլևս փաստացի չկա այնտեղ հայ չի ապրում Ադրբեջանը օկուպացրել է եւ ունենք երկրորդ հայկական պետությունը որի ղեկավարը կրկնում է Ադրբեջանի հնչող նարատիվները ուղղակի նաեւ վատ բաներ եմ ասում ոչ բառ 90-ականներին երբ ես երեխա էի մեր հայաթում հաղթանակից 95-96 թվին բոլորը զզվում էին իրենց երկրից չնայած որ հաղթական երկիր ենք ու երազում էին գնալ Ամերիկա ապրեին ու լիքը մարդ նաև մեր հայաթից գնաց մեծ մասը դաժե իմ ծանոթների ընկերների մանկության գնաց Ամերիկա եւ այլն իսկ հիմա շատ վատ է բան բայց մեր հայաթում ավելի շատ ուզում են մնան Էդ էլ էլի պարադոքս է, չեմ ասում լավա վատ է, չեմ ասում կարող է տենց արժանապատվություն, տենց նյութապաշտություն, սպառողական հասարակություն սա խառնվել է, ուզեմ ասեմ, որ ամեն ինչ սև ու սպիտակ չի։ Նարեկ բանջան, Սերգեյ ջան, չեմ ուզում այդ բանի մեջ մտնեմ, որտեղ շատ ավելի գլոբալ թեմա է, փիլիսոփայական, դրա համար ասեմ զեղում է, հա։ Ես sense եմ ասում, այն պետությունը իմ համար պետություն չի, որը ունի ազգային նկարագիր, որը ունի ազգային նպատակ, որը չի ծառայում իր սկզբաններին։ Մեր ծննդականը, մեր անձնագիրը անկախության հռչակագիրն է։ Իմ ասելը սա է։ Անկախության հռչակագրում գրված դրույթները պետք է պաշտպանվեն։ Այս իշխանությունը դուրս է եկել անկախության հռչակագրի դեմ։ Մի կողմը անկախության հռչակագիրն է, մի կողմը նիկոլիզմն է։ Ես այո եմ ասում անկախության հռչակագրին, ոչ նիկոլիզմին։ Որևէ մեկին չեմ պարտադրում ոչ մի բան, ամեն մեկը Աստված մեզ ստեղծել է ազատ կամքով, ես իմ կարծիքն եմ ասում, կամ կողմես անկախության հռչակագրին, կամ կողմես նիկոլիզմին, ընտրությունը հայ ժողովրդինն է։ Շնորհակալություն, լավ խորացանք, Էդուարդ Շարմազանովն էր մեր հյուրը, բաժանորդագրվեք, լայքը, մայքը դրեք եւ բաց մի թողեք լուրջ կաստը ամեն կիրակի։